Բարև ձեզ, շարունակում ենք բարձունք կրթական շարժման կողմից հանրահռչակված մեր երազանքների երկրի գաղափարական բովանդակային քարտեզի բացազատմանն ուղղված «Ինչպիսի երկիր» հանդիպումների շարքը։ Մինչ սկսելը ուզում եմ հիշեցնել նաև, որ բարձունքին կարող եք աջակցել Patreon-ում։ Ձեր նվիրատվությունները կնպաստեն Հայոց երկիր հանդիպումների շարքի իրականացմանը և գաղափարական բովանդակային քարտեզի իրագործմանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ։ Այսօր հյուրընկալել ենք Նարեկ Ներսիսյանին «Զորեղ երկիր» խորագրի ներքո։ Կզրուցենք անվտանգային և ռազմամարզական անվտանգություն, համապարփակ անվտանգություն իրավունքից մինչև գործնական քայլեր։ Նարեկ Ներսիսյանը հանդիսանում է անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ և իրավաբան է։ Խնդրեմ, պարոն Ներսիսյան, ընդհանուր թեմաները մի հատ կարճ նաև ընթերցեմ, ենթաթեմաները։ Այսպիսով կանդրադառնանք հետևյալ ենթաթեմաներին. Ինչպես է ձևավորվել համապարփակ անվտանգության ժամանակակից հայեցակարգը և ինչ պատմական հիմքեր ունի այն, որն է միավորման իրավունքի դերը հասարակության անվտանգության ամրապնդման գործում, ինչպիսի բացեր ունի անվտանգության ոլորտի ներկայիս օրենսդրական դաշտը, ինչ զարգացման հեռանկարներ ունի զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը Հայաստանում, ինչու է անհրաժեշտ ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենսդրությունը և ինչպես կարող է այն նպաստել երկրի անվտանգությանը։ Մինչև 1 ժամ բանախոսը իր նյութը կներկայացնի, այնուհետև նաև ևս 1 ժամ դալիճի հետ հարց ու պատասխան կունենանք։ Խնդրեմ, պարոն Ներսիսյան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մեր այսօրվա թեման ինչպես ներկայացվեց, համապարփակ անվտանգության համակարգն է, երբեմն կոչվում են համապարփակ պետության անվտանգության համակարգ, մեզ հայտնի է Հայաստանում նաև ազգ-բանակ կոնցեպտով և շատ լսած կլինեք, անգամ Պաշտպանության նախարարությունը որդեգրել էր ազգ-բանակ տեսությունը և դրան էլ կանդրադառնանք, թե ինչով է տարբերվում ազգ-բանակը նաև համապարփակ անվտանգության համակարգից, իրենց որոշ նմանություններով, ավելի ճիշտ դրանք նման տեսություններ են, սակայն չեն նույնականանում և այս առումով նաև էական է, որ սա այսօրվա մեր խոսակցությունում ես ընդգրկեմ։ Ինչպես տեսնում եք, այստեղ մեր պրեզենտացիայում ես ներկայացրել եմ, որ ձեր համար ավելի ջուր լինի այն, ինչ որ խոսում են կարդալու տեսքով և տեսնում եք, որ հիմնական նպատակը դա հասարակություն և պետություն համագործակցությունն է և այստեղ շատ կարևոր է, որպեսզի հասարակության և պետության համագործակցության միաձուլում տեղի ունենա և սա չի ներառում միայն զինված ուժերի հասկացողությունը, այսինքն երբ որ մենք խոսում ենք պետության մասին, ի նկատի ունենք, որ պետությունն էլ հետ է և շատ դեպքերում, երբ որ խոսում են արտակարգ իրավիճակների, ռազմական դրության, պատերազմի, ճգնաժամային իրավիճակների մասին, շատ անգամ ասում են, որ դա միայն պետության գործառույթն է և միայն պետությունը իրավունք ունի կամ լիազորություն ունի այդ իրավիճակները հաղթահարելու կամ պատերազմելու կամ ներքին անվտանգությունը ապահովելու։ Միանշանակ է, որ այդպիսի պետություններ կան աշխարհում, բայց դրանք հիմնականում մեծ ռեսուրս ունեցող պետություններն են և այսօր անգամ մեծ ռեսուրս ունեցող պետությունները գնում են նրան, որպեսզի այս համագործակցությունը տեղի ունենա և համապարփակ անվտանգության պաշտպանության էլեմենտները, տարրերը ներգրավվեն որպես պետական քաղաքականության մասնիկ։ Եվ տեսեք, ինչպես նշված է, այստեղ շատ կարևոր է, որ բացի ռազմական բաղադրիչից տնտեսական, սոցիալական, կրթական և այլ ոլորտների մասին է խոսքը։ Կրթականը արդեն հասկանալի է, թե իրենից
գիրքը շատ ինչ է ներկայացնում, մեր հասարակությունում հարց է առաջանում նաև հիմնական հարցը սոցիալական բաղադրիչի մեջ է։ Սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է այնքանով, որքանով որ պատկերացրեք, եթե մենք այստեղ իհարկե կանրադառնանք պայստազորին, երբ որ պայստազորն ենք կոչում որպես երկրի պաշտպանություն կամ պետության պաշտպանության, ապա պայստազորը դա աշխատող մարդն է, ով իր գործից տեղից կտրվում է եւ անցնում է այլ գործառույթի, տվյալ դեպքում իր պարտականություններին երկրի պաշտպանությանը կամ որևէ ճգնաժամային իրավիճակ հաղթահարելու։ Եվ ահա այստեղ է, որ կարևոր է աշխատող մարդու սոցիալական երաշխիքները եւ պետությունը առավել եւս իրեն սոցիալական հռչակած պետությունը, որը որ մենք գիտենք Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության առաջին հոդվածով նաեւ սոցիալական պետություն է, իր մեջ պետք է բաղադրի սոցիալական գործընկերության հասկացողությունը։ Ինչ է սոցիալական գործընկերությունը։ Սոցիալական գործընկերությունը, երբ պետությունը գործատուների միությունը եւ արմյութենական միությունները խիստ համագործակցում են նաեւ այս հարցերում, չխոսելով, պետք է անդրադառնայի նաեւ ասենք արդար վարչացության սոցիալական երաշխիքների մասին, սրանք այս համագործակցության պայմաններում են, որ համապարփակ անվտանգության համակարգում խիստ կարևոր դեր ունեն եւ եթե հարցեր կունենաք, հաճիկով կպատասխանեմ, որովհետեւ դա առանձին մեծ ծավալուն թեմա է, ինչպես համապարփակ անվտանգության համակարգ։ Եվ այսպես հիմնական նպատակը ուղղված է ինչպես արտաքին սպառնալիքների կանխման, այնպես էլ ներքին ճգնաժամերի հաղթահարմանը։ Ես բանը սխնում եմ, հա։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է այս հասարակության լիակատար ներգրավումը, սրա մասին խոսեցինք եւ հատուկ ենք շեշտել, որ սա միայն բանակի գործը չի, այլ յուրաքանչյուրի մասնակցությունը շատ էական է համապարփակ անվտանգության համակարգում։ Երկու բաղադրիչ ունի համապարփակ անվտանգության համակարգը, կոչվում է դիմադրունակություն եւ կայունություն։ Մեկը անգլերենից թարգմանած, երբ որ արևմտյան կոնցեպտուալ գրականությունից սա կարդում ենք, տարբեր ուրեմն բառերի ենք հանդիպում։ Ես հատուկ եմ շեշտել կայունությունը, որովհետեւ շատ դեպքերում դիմադրողականության բառի, այսինքն resistance բառի փոխարեն օգտագործվում է նաև immunity բառը, immunitет բառը, որը որ ըստ էության իմաստը չի փոխում, քանի որ նկարագրությունը գրեթե նույնն է եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք նաև դիմադրունակությունը եւ տվյալ դեպքում ես կօգտագործեմ նաև resilience բառը, այսինքն resistance բառը, այսինքն դիմադրողականություն բառը կարևոր բաղադրիչներ են։ Մեկը արկա ռիսկերին արդեն դիմադրողականության մասին է խոսքը դիմագրավելու կարողությունն է, մյուսը դիմադրունակությունը արագ վերականգնվելու հնարավորությունն է։ Այսինքն որպեսզի այդ շոկից արագ մենք կարողանանք դուրս գանք։ Այդ շոկից դուրս գալու process-ը ընդհանուր բոլորի մոտ, թե հոգեբանական, թե տնտեսական, թե լոգիստիկ, թե մնացած առումներով, դա էլ արդեն վերաբերվում է դիմադրունակությանը։ Դիմադրողականությունն էլ նաև ուրիշ մեկնաբանություն ունի, օրինակ ինչպես արդյունավետ դիմագրավել տարբեր արհավիրքերի, պատերազմների եւ արտակարգ իրավիճակների։ Մյուսը, ինչպես նշեց Տիգրանը, արդեն պատմությունից գանք, թե ինչպես է ձևավորվել ընդհանրապես այս համակարգի, այսինքն պատմական նախադրյալներին անպայման անդրադառնանք, որովհետև պատմությունն է եւ պատերազմների, արհավիրքների եւ ճգնաժամային իրավիճակների դասերն են բերել մարդկությանը հանգեցրել համակարգերի, նաեւ այդ թվում համապարփակ անվտանգության համակարգի ստեղծմանը եւ պետք է անպայման ուսումնասիրել հաջողված մոդելների, բացթողումների վերլուծությունը,
եւ հասկանալ այն սկզբունքները, թե ինչ սխալներից է պետք խուսափել պաշտպանական ռազմավարություն մշակելիս, ինչպես նաեւ վերցնել այդ դասերը։ Ամենակարևոր բաղադրիչը, որ այսօր ես սա ասեմ, Հայաստանում մենք թեև ունենք քիչ թե շատ, կարելի ասել թույլ զարգացած քաղաքական միտք, մենք չունենք գրեթե ռազմաքաղաքական աշխատություններ, մենք չունենք ռազմաքաղաքական, այսինքն երկու բաղադրիչը միասին, մենք ունենք լավ պատմաբաններ, անգամ գերազանց պատմաբաններ, շատ լավ պատմություն իմացողներ, բայց պրոֆեսիոնալ մակարդակի վրա չունենք, օրինակ ռազմարվեստի ուսումնասիրությունը։ Չեմ սա հատուկ նշում, որովհետև ռազմարվեստի ուսումնասիրությունն է բերում նրան, թե այդ կոնկրետ ճակատամարտերը, պատերազմները եւ ճակատամարտերի շղթան, որոնք որ ասենք վարվել են, ինչպիսի քաղաքական, ռազմաքաղաքական մտքի արդյունքում են, որ հաջողել են կամ հակառակը չեն հաջողել եւ տվյալ դեպքում շատ են օրինակ խոսում մեր Facebook-յան մանավանդ հասարակության մեջ պատմաբանների շատերը որպես օրինակ բերում են Նապոլեոնին, բայց ասենք երբեք ոչ մեկ նապոլեոնյան օրինակ քաղաքացիական օրենսգիրքը չի կապում նույն նապոլեոնյան բանակի ռեֆորմների հետ եւ նույն լոգիստիկայի, նույն սոցիալական երաշխիքների հետ եւ դրանք փոխկապված են։ Մենք դրանցով այդ հակառակը գնալով, այսինքն ինդուկտիվ մեթոդը օգտագործելով մենք կարող ենք հասնել թե ինչ ռազմաքաղաքական փոփոխությունների է անցել որոշ հասարակություններ հեղափոխություններից կամ էվոլյուցիոն ժամանակաշրջանում։ Եվ այսպես խոսեցինք հենց Նապոլեոնից եւ առաջինը, այսպես ասած, նապոլեոնյան Յակոբինյան ժողովրդավարական կամ ժողովրդական բանակն է, որը հենց հեղափոխության ծնունդ էր։ Ինչով է տարբերվում Յակոբինյան բանակը թագավորական բանակից։ Թագավորական բանակում ծառայում էին, այսպես ասած, սուբորդինացված տեսքով եւ զինվորները հիմնականում դա հասարակ, այսինքն ժողովրդից էր վերցում, այն ժամանակ դերևս չորտատիրական հասարակարգը որոշակի առումով ամրապնդված էր, բայց սպայական անձնակազմը ինքը արդեն մերձ թագավորական, այսպես ասած, ու հատուկ ազնվականությունից բացի կար նաև հատուկ ռուսները ասում են ատինֆատերի ասում էին նաև ինչ տեղի ունեցավ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ այս ինչ էին պատրաստ այս մարդիկ պատրաստ էին մեկ կռվել հանուն միապետության թագավորի եւ երկրորդը դա սոցիալական բաղադրիչներ եւ այն գումարներ, որը որ տրվում էր իրենց որպես աշխատավարձ։ Այսօր մենք տեսնում ենք օրինակ Հայաստանի Հանրապետությունում, որ փորձում են բանակի ռեֆորմները կապել միայն սոցիալական երաշխիքների հետ, բայց հենց հեղափոխությունը ֆրանսիական ցույց տվեց, որ միայն սոցիալական երաշխիքներ տալով թագավորական բանակը գրեթե չէր կռվում, որովհետև թագավորը չկար, միապետը չկար, չգիտեին հանուն ում պետք կռվել, եւ այդ աշխատավարձն բավական չէր, որպեսզի իրենց կյանքը կամ առողջությունը ինչ-որ մի բանի համար զոհեն։ Հետևաբար այստեղ աշխատեց գաղափարական ամբողջ գաղափարական բաղադրիչը հեղափոխության, մենք գիտենք, որ հեղափոխությունը ուներ արժեքային համակարգ եւ այդ արժե համակարգը, որը որ մեկը եղբայրությունն էր, մյուսը արդարությունն էր, որը եղբայրությունը հետո դառավ համերաշխություն որոշում եւ այս գաղափարական հիմքի վրա սկսեցին
հեղափոխականները կամ այդ մտքով տարված անձիկ կամ այդ գաղափարները արժեքները կրող անձիկ ներգրավել բանակում որպես սորական զինվորներ։ Սկզբնական շրջանում բացարձակ ցածր կարգապահություն էր։ Սկզբնական շրջանում շատ մարտունակությունը զիջում էր օրինակ նույն ավստրիական բանակին, նույն անգլիական բանակի նկատմամբ, որոնք որ արդեն Ֆրանսիայի տարածքում էին, բայց զուտ գաղափարական իրենց հենքի վրա այս բանակը սկսեց հաղթել։ Ու հետաքրքիր բան էր տեղի ունեցել նաև, որ մինչ այդ չկար, կանայք եւ երեխաները նույնպես ներգրավում էին բանակում։ Նրանք հիմնականում որպես մարտիկներ չէին ներգրավում, կանայք թիկունքում, կանայք որպես կրթություն փոխանցողներ, այսինքն մարտիկների նաև կրթությամբ էին զբաղվում, դասեր էին տալիս եւ այլն։ Երեխաները նույնպես թիկունքում լոգիստիկ որոշակի ապահովում էին կատարում։ Եվ այս բանակներ, որ հետագայում դարձավ, այսպես ասած, մեծ բանակ, Grand բանակը եւ իր հաջողությունները գրանցեց ամբողջ Եվրոպայում մեկ։ Սա գաղափարական արժեհամակարգի վրա հիմնված մի օրինակ էր, որը որ անպայման ես համապարփակ անվտանգության համակարգի մասին խոսելիս անպայման բան եմ անում, օրինակ եմ բերում։ Եվ այսպես երկրորդ օրինակը դա Շվեյցարիան է։ Ես էլ տարբեր աղբյուրներում էլ մեկ-մեկ նշում են զինված քաղաքացիների որպես երկիր։ Շվեյցարիան հարուստ է իր ռազմական պատմությունով։ Մենք գիտենք, որ արդեն բացի նրանից, որ բազմազգ է, այսինքն այնտեղ մի քանի ազգություններ են, ովքեր որ հավաքվել են եւ պետություն են ստեղծել, նաև շվեյցարացիները լավագույն վարձկաններն էին եւ ով հասցնում էր շվեյցարացի վարձկաններին վարձել, նա գրեթե ապահովում էր իր հաղթանակը, որովհետեւ լավագույն մարտիկներն էին համարվում, սակայն Շվեյցարիան ժամանակի ընթացքում բոլորիս հայտնի է, որ գնաց արդեն չեզոքության քաղաքականության ճանապարհով եւ չեզոքության ճանապարհին երբեք զինծառայությունը այդ եկած ավանդույթները իրենք որպես այդպիսին կողքի չդրեցին, այլ հակառակը զարգացրեցին, հարմարեցրեցին ժամանակակից մարտահրավերներին։ Շվեյցարական այս զինված քաղաքացու մոդելը կամ համապարփակ, ինչպես իրենք էին նաև մոտենում այդ հարցին, մոդելը առաջին քննությունը տվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Հիտլերյան Գերմանիան որոշեց ներխուժել Շվեյցարիա եւ տարբեր պատմաբանների հետ եմ խոսել, բայց տարբեր աղբյուրներ կան, որոշները ասում են, որ Շվեյցարիայում քաոս էր, բայց փաստը մնում է փաստ, որ շվեյցարացիները երկու գործողություն կատարեցին, մինչև դա մինապատել էին ամբողջ իրենց կամուրջները, թունելները եւ բունկերների համակարգ ունեին պաշտպանական, ամբողջ հիմնականում շվեյցարական լեռնային մասերում եւ ամբողջ ազգաբնակչությունը սկսեց ներքաշվել, ճիշտ բարձրանալ դեպի լեռներ, որտեղ որ այդ ամրությունները կային եւ երկրորդ դիրեկտիվան էր, որը որ յուրաքանչյուր հանձնողականության մասին, այսինքն դա որոշում էր կառավարության կողմից, նաև պաշտպանության բանակի կողմից, որ յուրաքանչյուր պարտվողական ինչ-որ քայլ կամ մտորում կամ գործողություն համարվելու է դավաճանություն, անգամ հանձնվելը չէր թույլատրվում։ Եվ առաջի բախումների ընթացքում, երբ որ սկսեց Լյուֆտվաֆեն առաջի կորուստները կրել, շվեյցարացիները իհարկե առաջարկեցին ավելի հետաքրքիր մի բան, որը որ համադրվում էր իրենց ռազմական նաև ուժի հետ, դա ֆինանսական ծառայություններ ցուցաբերելն էր,
գերմանացիներին, որոնք որ դրա կարիք իրականում ունեն եւ այդ գումարը որոշակի տեղ փոխանակելու, ինչպես նաեւ պահելու, ապա Գերմանիան եկավ այն եզրակացության, որ ավելի լավ է համագործակցել, քան թե մարտնչել, թեկուզ եւ քիչ փոքր բանակ ունեցող Շվեյցարիայի հետ, որտեղ որ գրեթե ամբողջ բնակչությունը պայեստազոր էր դարձել եւ պատրաստ էր մարտնչել։ Այս պահի դրությամբ ինչ ունենք Շվեյցարիայում։ Շվեյցարիան նախ ասեմ, որ վերջի մի քանի տասնամյակում փորձել են ընդհանուր առմամբ մենք չգիտեմ, գիտեք թե չէ, Շվեյցարիան բանի հանրաքվեների երկիր է համարվում։ Այսինքն այնտեղ շատ կարևոր օրենքներ դրվում են հանրաքվեի։ Եվ երկու անգամ զինակոչը, պարտադիր զինակոչը դրվել է հանրաքվեի, որպեսզի վերացնեն, երկու անգամ էլ հանրաքվեով մեժել են շվեյցարացիները։ Հիմա մի հատ օրենք է գործում Շվեյցարիայում, դա եթե ուզում ես չծառայես բանակում, շատ բարձր հարկվում ես, մի քանի պատիկ հարկվում ես եւ այդ հարկերը վճարելու արդյունքում չես ծառայում, բայց Շվեյցարիայում հետաքրքիր է մյուս պետություններից նաեւ տարբերվում է նրանով, որ բացի քաղաքացիական նշանակության զենքից, որը որ դու կարող ես գնել ինչպես մենք ենք կարողանում կամ այլ երկրներում եվրոպական, դու Միացյալ Նահանգների հետ չեն համեմատի, դու նաև իրավունք ունես հատուկ թույլտվությունով վերցնես քո հետ մարտական զենքը եւ մարտական զենքի հանդերձանքով եւ ամբողջ այդ էպիկերովկով ասած այդ հանդերձանքով եւ այդ մարտի դուրս գալու համար նախատեսված ամբողջ զրահով բանով Պահեստան, բայց ի տարբերություն քաղաքացիական զենքի, մարտական զենքը օրինակ չի կարելի դուրս բերել որսի, չի կարելի դրանով դիմել ծայրահեղ անհրաժեշտության կամ ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել ինքնապաշտպանության եւ այս առումով Շվեյցարիան իրականում տարբերվում է այլ պետություններից, նմանություններ ունի իհարկե Իսրայելի հետ, սակայն նույնպես նույնականացնել չի կարելի, որովհետև Իսրայելը գնացել է լրիվ այլ ճանապարհով։ Սա այն մասն է, որ հատուկ թողել եմ ազգային ինքնության բանը, մասը, չնայած որ գիտենք այնտեղ եւ ֆրանսիացիներ են, եւ գերմանացիներ են, եւ իտալացիներ են, բայց շվեյցարացիները հենց բանակը կամ բանակում ծառայելը շեշտում են որպես ազգային ինքնությունը պահելու մասնիկ։ Իրականում շատ հետաքրքիր է ուսումնասիրել Շվեյցարիան, թե ինչպես են այդ բազմազգ մի քանի, այսպես ասած, հողեր միացել եւ դարձել ինքնուրույն բավականին ինքնավար ապակենտրոն կանտոնները մեր մարզերին է նման կամ նահանգներին է նման կամ Գերմանիայի հողերին, հա, նույն հասկացողության տակ է մտնում, բայց ավելի նման է ավելի շիտ գերմանական բաներին, իրենց ինքնուրույնությամբ ավելի ապակենտրոն կառավարում ունեն, այսինքն իրենց օրենքները ունեն, իրենց կարգերն ունեն, իրենց բարքերը եւ այլն։ Եվ այսպիսով հաջորդ ազգ բանակը, ես հատուկ եմ գրել ազգ բանակ, որ հոգեհարազատ լինի, իրականում մենք խոսում ենք համապարփակ անվտանգության համակարգի մասին եւ շատերը իդենտիֆիկացնում են ազգ բանակը նաեւ նույնականացնում են համապարփակ անվտանգության համակարգի հետ։ Ուստի մյուսը, ինչպես ասում ենք, Իսրայելը դե գիտենք, Իսրայելը պիտի շատ ավելի հեռվից գայ, բայց օրինակ կուբիստներից թե ինչպես են այդ հողերում իրենք գյուղատնտեսությունը ու ռազմարվեստը միացել իրար, բայց դրա մասին էլ խոսելու համար մեծ առանձին էլի պետք է ժամանակ, մի քիչ ժամանոց թեմա է երևի առանձին։ Եվ այս դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը ստեղծվել է հենց Հագանա ու Փալմախ կամավորական այս խմբավորների վրա, որոնք որ գործել են մինչև 47 թվականը հենց մինչև Իսրայել պետություն հռչակելը 48 թվականին, երբ որ արդեն ըստ էության 4 կողմից
հարցակումն ընդունեց, սրանք հիմք հանդիսացան այնպիսի կազմավորումների, ինչպիսին է Ցահալը, Շաբաքը, անգամ եթե չեմ սխալվում, Փալմախի հրամանատարներից մեկը հենց Մոսադի հիմնադիրներից է, եւ այստեղ ինչ ենք տեսնում ենք համապարփակի այն էլեմենտը, որը որ կամավորության վրա է ստեղծված, այսինքն կամավորությունների իր արժեքային համակարգը շատ կարևոր է, այստեղ արժեքային համակարգով բերեց այս զինված ուժերի ու պաշտպանական համակարգի ստեղծմանը։ Ու ինչն է հետաքրքիր, որ Իսրայել պետությունը ինքը իրենով որպես սոցիալական բաղադրիչ հիմնված է բանակի վրա։ Հետաքրքիր է, որ մենք ունեցանք այս վերջերս անգամ այսօր էլ օրինակ կառավարության նիստում կարծիք հնչեց, որ մեր ամբողջ բանակի խնդիրները գալիս են հասարակությունից, բայց իրականում օրինակ Իսրայելի դեպքում մենք ինչ ունենք, մենք ունենք նախ պատվաբեր առաքելություն, սա կարևոր է, որովհետև ինքը ոչ միայն պարտք է, այլ նաև առաքելություն է, եթե այս բառերի տարբերությունը մենք ավելի լուրջ ուսումնասիրենք, կզգանք այդ տարբերությունը, թե ինչ է պարտքը, որն է առաքելությունը։ Հետևաբար տղամարդ կինը մենք գիտենք, որ բոլորս հայտնի է, որ մենք գիտենք նաև, որ օրինակ իսրայելական բանակում զինվորը երբ որ գնում է երկարատև արձակուրդ, իր ամբողջ հանդերձանքով է գնում։ Դուք կարող եք գնացների մեջ, դուք կարող եք հասարակական տրանսպորտում, դուք կարող եք այլ վայրերում տեսնել ամբողջովին էլի հանդերձավորված զենքը վրան, զինծառայողին շարքային, ով որ այդ ամբողջ էպիկիրովկով գնում է տուն հանգստանալու կամ ինչ-որ մեկ այլ վայր։ Այլ ամբողջ խնդիրը այստեղ այն է, որ բանակն է Իսրայելում ի տարբերություն այլ երկրների, որտեղ որ ընդհանրապես սա յուրօրինակ մոտեցում է, բանակն է ձևավորում քաղաքացին։ Ուրեմն նախ այստեղ գրած չկա, բայց սրա մասին առանձին պետք է նշեմ, որ Իսրայելում բանակից արդեն երբ որ դուրս են գալիս դեպի քաղաքացիական կյանք, շատերը պատրաստի բարձրակարգ մասնագետներ են։ Օրինակ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցի ծառայած կամ ինչ-որ կիբերանվտանգության զորամասերում ծառայած զինվորները իրենք շատ բարձր են գնահատվում գործատուների կողմից, որովհետև գիտեն, որ բանակում շատ բարձր եւ գիտելիքներ են տվել եւ պատրաստել են որպես քաղաքացի։ Այսինքն իրենց բանակը առաջին հերթին ոչ թե կռվելու մարտնչելու տեղ է, այլ կայանալու որպես քաղաքացի կայանալու եւ որպես կրթարան ձևավորված մի հաստատություն է, համակարգ է եւ շատ կապված է նաեւ բանակը գյուղատնտեսության հետ։ Օրինակ բանակում շատ ընդունված գյուղատնտեսության հետ որոշ հարցեր լուծելը, շատ միգրանտների հետ աշխատելը։ Օրինակ, եթե այդ միգրանտները ազգությամբ կամ կրոնով ինչպես իրենց մոտ, որովհետև այնտեղ կացություն տրվում է ոչ միայն ազգության, չգիտեմ, գիտեք թե չէ, օրինակ կացությունը, երբ որ օտարերկրացին գալիս է, թեկուզ տալիս է, ասենք, հայ լինելու սկզբունքով կամ աշխատանքի հիմքով, կամ ասենք, չգիտեմ, սովորելու հիմքով օտարերկրացին կարող են թույլ տալ տվյալ երկրում բնակվելու։ Բայց երբ որ արդեն գալիս է այդ միգրանտը արդեն քաղաքացի դառնալու ցկտումով, իսկ այնտեղ տարբեր էթնիկ խմբեր կան իրականում, որովհետև մեկը կարող է Բելարուսից գա, լրիվ այլ հրեա է, մյուսը Եթովպիայից գա, լրիվ այլ հրեա է, այսպես ասած, նո հարաբերական իմաստով, էլի։ Այս ամբողջ աշխատանքը ինտեգրման նաև դրված է բանակի վրա։ Եվ նրանք ոչ միայն իրականացնում են էթնիկ, այլ նաև սոցիալական խմբերի ինտեգրում։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև
բանակը չի կտրվում զինված ուժերը հասարակությունում, միշտ հասարակության հետ կապի մեջ է, միշտ։ Ու հենց այսպես ասած դու թողարկեցիր պայստազոր Իսրայելում, դու թողարկում ես Իսրայելի լավագույն քաղաքացու, դաստիարակված, կրթված, հայրենասեր եւ այլն։ Իհարկե կան թերություններ, մանավանդ վերջերս մենք տեսնում ենք, որ կրոնական որոշակի խմբերի հետ կապված կան խնդիրներ, բայց ընդհանուր համակարգը, որը մեծամասամբ որպես համակարգ գործում է, ինքը դերևս անխափան, անգամ շատ դեպքերում արտաքին կամ ներքին քաղաքականության հետ կապված այդ միտինգները բան մենք տեսնում ենք, շատ պայստազորի սպայերի գրություններ բան մենք տեսնում ենք, բայց սիստեմը որպես այդպեսին մինչև հիմա մի քանի պատերազմով անցած, մի քանի պատերազմի բողով անցած գործում է ու այստեղ պայստազորը շատ արագ կարող է մոբիլիզացվել, ասենք եթե ոչ շաբաթվա 7 օր, 5 օր, ապա մի երկու շաբաթում Իսրայելը վերջերս մոտ 400,000 մարդ մոբիլիզացրեց։ Սա եթե պատկերացնեք ինչ մեծ ծանրաբեռնվածություն է տնտեսության, սոցիալական, կրթական, մյուս բաղադրիչների վրա, ապա կհասկանանք, որ իրականում այս համակարգը մեծ արդյունավետություն ունի ու գործում է։ Ուրեմն, այս նայել ենք։ Ուրեմն մյուսը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիան, ինչու ենք մենք Ֆինլանդիան միշտ օրինակ բերում։ Մենք կարող ենք Ֆինլանդիայի փոխարեն օրինակ բերել Էստոնիան, Լատվիան, Սինգապուրը։ Մենք կարող ենք Շվեդիան անգամ որոշ դեպքերում։ Ֆինլանդիան իր ժողովրդագրական ոչ տարածքային, սակայն ժողովրդագրական առումով շատ նման է Հայաստանին, այսինքն 5.5 միլիոն մի փոքր ավել կարող է լինել, մոտ 5.5 միլիոնի, այսպես ասենք, եւ այստեղ ծառայությունը, ինչպես տեսնում եք, նշել եմ 6, 9, 12 ամսով էլ նկախված մասնագիտություններից։ Ինչու է սա այսպես արվում, որպեսզի որոշ առումով այս 18-ից 30 տարեկանի այս ժամանակահատվածում երիտասարդներին չզրկեն, չգիտեմ, կրթվելու, իրենց աշխատելու, իրենց գործով զբաղվելու, ինքնազարգացման, կրթությունը շարունակելու հնարավորությունից։ Եվ բայց պետք է ծառայես։ Հենց ծառայեցիր, դու պարտադիր չէ, որ բանակի հետ անպայման որպես պայստազոր անընդհատ մարզվես։ Սրա մասին առանձին կխոսեմ։ Կարևորը հետևյալն է, որ համապարփակ անվտանգության համակարգը որպես այդպիսին համակարգ, վերջնական, որ մենք հիմա տեսնում ենք, հենց Ֆինլանդիայում է բան եղել։ Ինքը ձևավորվել է ձմեռային պատերազմի, գիտեք ձմեռային պատերազմը, արդյունքում, երբ որ մեծ խորհրդային միությունը, որը ուներ գրեթե մոտ 500-600 անգամ միայն տանկերն էին շատ, մարդկանց քանակի մասին չեմ խոսում, լոգիստիկայի մասին ավելորդ է խոսելը, դիմագրավեց բավականին արդյունավետ, որոշ աղբյուրների բնման տասնապատիկ ավելի զոհեր են տվել խորհրդային միության բանակը, որոշ աղբյուրների տվել 20-ապատիկ, բայց սա կարևոր չէ, կարևորն այն է, որ Ֆինլանդիան իր ինքնիշխանությունը պահեց, չնայած որ վերջում որոշ տարածքներ խորհրդային միությանը զիջեց։ Բայց առավել քան արդյունավետ էր հենց մոբիլիզացիան եւ ամենտանուր բոլորի ներգրավվածությունը այդ ամեն մեկը իր դերը գիտեր։ Եվ այսօրվա դրությամբ 900,000-ը որ գրել եմ, 900,000-ը վերաբերվում է ռազմավարական ռեզերվն էլ հետը, որովհետեւ մենք գիտենք ռեզերվի տարբեր աստիճաններ կա, ասենք ակտիվ ռեզերվ կա, ռազմավարական ռեզերվ կա, դրանք տարիքային խմբերով են բնորոշվում, դրանք կարողություններով, ֆիզիկական եւ առողջական հատկություններով եւս որոշվում են։ Իսկ 280,000-ը դա 2-3 օրում հավաքվող մարտաքանակն է, պատրաստ մարտի։ Ֆինլանդիայի մի տարբերություն Շվեյցարիայի զենքը, մարտական զենքը չի տրամադրվում որպես այդպիսի,
դե որ տուն տեղափոխեն, բայց արդեն երբ որ գալիս են այդ հասարակական կազմակերպություններում վարժվելու, իսկ Ֆինլանդիայում այդ վարժանքները մինչև դասակի մակարդակով տրված են հասարակական կազմակերպություններին, եւ մենք գիտենք Հայաստանում էլ կան այդպիսի հասարակական կազմակերպություններին, բայց ի տարբերություն հայաստանյան հասարակական կազմակերպությունների Ֆինլանդիան ունի օրենք, որը կարգավորում է այդ հասարակական կազմակերպությունների գործունեությունը, կարգավորում է թե այդ հասարակական տալիս է հասկացողությունը եւ ընդհանուր կառավարումը վերցնում է, այսինքն ընդհանուր գործունեություն կարգավորում է օրենքով։ Կառավարումը ըստ էության կատարվում է ՄՊԿ-ի կողմից, սա ոչ պետական կազմակերպություն է, զինված ուժերից բան, այսինքն այդ դրան էլ կանրադառնամ հասարակական կազմակերպությունների միավորումն է, այստեղ ֆինլանդացիները, քանի որ իրենք պատմական ակունքներում ունեն միավորման ազատության հասկացողությունը, իսկ միավորման ազատությունը իրենց մոտ շատ զարգացած են արհեստակցական կազմակերպությունները, իրենց մոտ շատ զարգացած են գործատուների միությունը, իրենց մոտ ամենալավն են պաշտպանվում աշխատանքային իրավունքները, որ ինչի հետ է կապված սա, ինչի հենց ՄՊԿ-ն այնտեղ դիարժեք գործում, որովհետև այդ միավորման ազատության իրավունքը իրենց պատմական ոնց որ այրան մեջ լինի։ Ասենք իրենք գործատուները ու արմիությունները, օրինակ պատկերացրեք այդ արմիությունների պատմությունները, երբ որ Գերմանիայում ջարդում էին իրենց աշխատանքի համար, ասենք, չգիտեմ, գործատուի սկզբի շրջանում հաստոսները կամ վնասում էին գույքը, Ֆինլանդիայում այդպիսի դեպք չի գրանցվել։ Հենց սկզբից նստել են, սկսել են իրար հետ խոսել, թե ոնց անեն, որ երկիրը զարգանա։ Դրա համար, երբ որ վերջի տասնամյակում, եթե չեմ սխալվում, բոլոր հարցումներով ամենաերջանիկ հասարակությունը Ֆինլանդիայում։ Առաջի տեղը ստաբիլ բռնած գալիս են։ Ու հենց այստեղ է, որ տարեկան 50,000 հոգու այդ հասարակական կազմակերպությունները պետք է վերապատրաստեն, բանակի հետ զորավարժություններ են անում, իրենց հետ են առանձին զորավարժություններ անում ու մենք ունեցել ենք շփում նաև ռազմամարզական կազմակերպության շրջանակներում, նաև փորձի փոխանակում տեղի ունեցել է, բայց կտեսնենք, թե Հայաստանում ինչու սա չի կայանում, երբ որ մենք ունենք մեր դարերով եկած չէ, ինչպես օրինակ Ֆինլանդիայում 19 թվականից սկսած եկել է, հա, այս համակարգը, բայց տասնամյակ արդեն կա։ Դա կարող ենք թվարկել, հա, այդ հասարակական ռազմամարզական հասարակական կազմակերպությունների անունները, որոնք որ անգամ դրական փորձ ունեն։ Եվ այսպես հիմա անցնենք համապարփակ պաշտպանության համակարգի հիմնական ուղղություններին։ Տեսեք, առաջի ուղղությունը ռազմական պաշտպանությունն է։ Այն մյուս օրինակներից տեսանք, որ պատմական փորձը բերել է նրան, որ մենք պետք է մարտունակարակ մոբիլիզացիոն զինված այստեղ է ուժերը, ինչպես պայստազորայ։ Միջալոց ես ձեզ ասեմ, համապարփակ համադանության համակարգը ինչով է հետաքրքիր։ Սա ամենաէժան ձևն է փոքր պետությունների համար ոչ թե հաղթելու, ինչպես բոլորը ասում են, վերջերս շատ եմ էլի պատմաբանների կամ իրավագետների կամ այն մարդկանց, ովքեր որ կողմ չեն այս համակարգին եւ ասում են սա պետության լիազորությունը ոնց որ տանեք ձեռքերներից, իսկ սպայական կանձնակազմում մարդիկ կան, որ անգամ առանձին դասախոսություն ես կարդացել, միևնույն է ասել են, որ բանակը բանակի մեջ է ստեղծում, այդպես էլ չհասկանալ համապարփակ անվտանգության համակարգի էությունը, որ փոքր պետությունների համար սա ամենաէժան ձևն է անհամաչափ վնաս պատճառելու։ Խոսքը չի գնում 100%-անոց, 80%-անոց, 70%-անոց, 60, 50 հաղթանակի մասին, այդպիսի բան չկա։ Խոսքը միշտ անհամաչափ վնասի մասին է։ Այսինքն այն մեծ պետությունը, որ քո վրա գալու է, միշտ իմանալու է, որ այդ պատերազմը չարժե այդքան։ Սա մեկ։ Երկրորդը, այս պայստազորը, երբ որ դու
արդեն ձևավորված որոշակի ինստիտուցիոնալ համակարգ ունես, ապա պատվիրակում ես, էժան է նստում։ Մեր դեպքում մենք հաշվարկ ենք կատարել ռազմամարզական կազմակերպությունների միության, մոտ տարվապես հաշվարկը մոտ $100 միլիոն Հայաստանի Հանրապետությունը շահում է, եթե համապարփակ անվտանգության համակարգը կա։ Բայց դա ավելի լուրջ տնտեսագիտական հաշվարկի կարիք ունի։ Հա, այդ հարցը վերջում կտակ։ Ուրեմն մյուսը հասարակական ներգրավվածությունն է, սրա մասին արդեն ես խոսեցի, կամավորական խմբեր, պաշտպանություն, ուսուցում, հանրային վերահսկողություն։ Հա, կարևոր բան կա։ Երբ որ օրինակ ասում են այս ռազմամարզական կազմակերպություն է, ինքը զինված ջոկատ, սա սխալ ընկալում է, ռազմամարզական կազմակերպությունները, ինչպես մենք տեսանք նախորդում, այստեղ, իրենք հիմնական նպատակը կրթական ուսուցողականն է, երբեք դրանք ջոկատներ չեն լինի ու չեն դառնալու պետության ներսում այդպիսի բան համապարփակ անվտանգության համակարգի պայմաններում բացառված է։ Խոսք է գնում նաև ՉՎԿ-ների մասին, որ պետք է ՉՎԿ-ն էլ ներգրավել։ ՉՎԿ-ն լրիվ այլ պատմություն է։ ՉՎԿ-ն դա արդեն երկրի ռազմաքաղաքական որոշման հետ կապված պատմություն է, որը առանձին համակարգ է եւ համապարփակ անվտանգության համակարգին, չնայած որոշ հայաստանյան փորձագետների պնդումներով, ես գտնում եմ, որ ընդհանրապես անթույլատրելի երևույթ է մտցնել համապարփակի, չեմ ասում Հայաստանում պետք է չլինի, ասում եմ պետք չէ կապել համապարփակ անվտանգության համակարգի հետ։ Մյուսը տնտեսական ենթակառուցվածքային կայունությունն է։ Օրինակ, այս վերջերս, որ օրենք ընդունվեց, արդեն օրենսդրական դաշտին ենք կամաց գալիս, որը որ աշխարհազորը փոխարինվեց տարածքային պաշտպանության, հարցը, որ հնչեցրեցի, ասեցի, էլի զենքը պետք է թողնեք ինչ-որ մի տեղանքում, որտեղ որ հակառակորդը գիտի, երբ որ ասենք այդ մնացածի մասին հետո կխոսենք, դուրս գա, որպեսզի այդ զենքը վերցնի հանդերձանքը ու գնա իր խնդիրը կատարելու, կարող է ընդհանրապես այդ տեղանքը որպես այդպեսին ոչնչացված լինի, որովհետև ընդհանրապես այսօրվա պայմաններում դժվար չէ տեսնել, թե որպես պայստազոր դու զենքով դուրս ես գալիս մտնում ես այդտեղից, շարք ես կանգնում եւ այլն, մանավանդ որ մենակ սովորություն ունեն անգամ դպրոցի դիմացը, երբ որ դպրոցը շտաբ է, գնան եւ զեկուցեն անպայման, որ պարզ լինի, որ այդ դպրոցում շտաբ է տեղակայված։ Մյուսը կրթական եւ գաղափարական ճակատ ենք ասում, կամ գաղափարական մասը, այստեղ հայրենասիրական դաստիարակություն, անվտանգության մշակույթի ձևավորում, քաղաքացիական պաշտպանությունն է նաև իր հետ կապված։ Դուք պատկերացրեք, որ այստեղ կարող է պարենային անվտանգությունը մտնել, այստեղ կարող է սա առանձին իրավական ակտերի տեսքով պետք է կարգավորվի։ Այստեղ ամբողջ պետությունը ու ռեսուրսները մտնում են։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում կա կարծիք, որ պետք է սկսել էներգետիկ համակարգերի պաշտպանությամբ նոր ձևավորել միջելոց, դա պետական կարծիք եմ ասում, էլի կառավարական շրջաններում։ Ես կոնկրետ համաձայն չեմ, որովհետև սա բաղադրիչներից մեկն է, ենթաբաղադրիչը, որը ինստինկտիվ պետք է ձևավորվի եւ կրթական process-ում գա նրան, թե էներգետիկ համակարգը ինչպես պետք է պաշտպանվի կամ ինչպես պետք է դա արդեն որպես անգլերեն բառն օգտագործեմ, feedback փոխանցվի բանին, հա, կառավարությունը դա ունենալու համար։ Մյուսը տեխնոլոգիականն է, քանի որ համապարփակ անվտանգության համակարգը ինքը ամենաշատը ուսումնասիրվել է հենց ՆԱՏՕ-ի կողմից, վերջերս 14 թվականից սկսված ավելի խորը։ 14 թվականից սկսված, որովհետև կապում են Ղրիմի դեպքերի հետ, ապա տեխնոլոգիական նորարարությունը անպայման իր մեջ մտցնում է ոչ միայն այս անօդաչու սարքերը, որ մենք սովորում ենք բան, սա էլ առանձին հաշվարկ է, այլ կիբերանվտանգությունը։ Կիբերանվտանգությունը համապարփակ անվտանգության բաղադրիչ մաս է, այդ թվում նաև ապատեղեկատվության հետ պայքարը, որ դիմադրունակության մեջ էր մտնում, ինչպես ես նշեցի,
նաև հետ ապատեղեկատվություն տարածելը նույնպես։ Ու ամենակարևորը մեր դեպքում մենք այս պայմաններում կարող ենք ունենալ նաև սփյուռքի ներգրավվածություն, որովհետև 44 օրյա պատերազմը ցույց տվեց նաև, որ որոշ դեպքերում այն անձիկ, ովքեր որ ծառայության չէին ենթակա Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ զինապարտ չէին, ապա ոչ ֆորմալ առումով, այսինքն ձևական առումով չէին կարող, բայց ոչ ձևական առումով նաև ընդգրկված էին այդ գործողություններին, իրենց փորձով, իրենց նվիրվածությամբ եւ անգամ չնշեմ թե այստեղ որ երկրներից կային, որոնք որ ասենք զարմանալի են մեր համար, որ այդ երկրներից այստեղ մենք ունեինք հայրենակիցներ։ Մյուսը թե ինչու չի կայանում մեր մոտ համապարփակ անվտանգության համակարգը։ Ուրեմն, երբ որ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը մշակվում էր, այդ ընթացքում ԱԿ-ի խումբ է աշխատել տարբեր առումներով, միտքը գաղափարը լրիվ ուրիշ էր, որ այդ օրենքը լրիվ ուրիշ ձևի պիտի ուղղությամբ շարժվի, բայց քանի որ բյուրոկրատական համակարգը մեր մոտ խիստ դիմադրողականություն կա ներսում, մի քանի անգամ տարբեր ձևաչափերով հետաձգվել է, փոփոխվել է, հետ եկել եւ այլ խնդիրների ենք հանդիպել։ Այնտեղ միտքը այսպիսին էր, որ ամբողջ process-ը պիտի միանա համապարփակ անվտանգության համակարգին։ Սա կեսից խաթարվեց պաշտպանության նախարարության կողմից եւ ամբողջովին տրամաբանությունը այլ ուղղությամբ գնաց։ Երբ որ դա արդեն հասկանալի էր, որ մեր մոտ չի ստացվելու, մենք առաջարկեցինք, ինչպես նաև ազգային ժողովում, ոչ պաշտոնական տրվեց շրջանառության տվյալ օրենքը եւ տվյալ օրենքը արդեն պետք է բան չէր մնացել, ասում են որ հայ-հայն էր գնացել, վայ-վայն էր մնացել, պետք է տրվեր պաշտոնական շրջանառության, կանգնեցվեց էլի պաշտպանության նախարարության կողմից ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքը։ Ես կարող եմ մի քանի պատճառ բերել, բայց կնախընտրեմ իմ սուբյեկտիվ կարծիքը չասեմ, այդտեղ չնչեցնեմ, ես կասեմ այն, ինչ որ փաստացի եղել է, դուք կձևավորեք ձեր կարծիքը, ձեր ենթադրությունները եւ հետեւությունները կանեք։ Պաշտպանության նախարարությունն ասաց, որ սա իր պրիվիլեգիան է, հա, իր նախապատվության իրավունքով իրենք պետք է սա անեն։ Եվ այս օրենքում այս ամեն ինչը կար, այն Ֆինլանդիան որ ցույց տվեցինք, ֆինների հետ ԱԿ-ին անգամ խոսել էինք, ոչ միայն ֆինների, քանի որ այս համակարգը ամբողջ փոքր պետություններում կա, այդ որտեղ որ կա շփվել, խոսել ենք, նայել ենք, օրենքները ուսումնասիրել ենք, բայց նաև հաշվի առնելով մեր փորձը։ Սա այն էր, ինչ որ այդ կրթարանները որոշակի առումով պետության վերահսկողության ներքո վերցնելն էր։ Ինչու՞, որովհետև մենք ունեինք ռազմամարզական, մինչև օրս ունենք իրենց հռչակած հասարակական միավորումների կամ կազմակերպությունների օրինակներ, որոնք որ այդ ջոկատային տրամաբանությունից մինչև հիմա դուրս չեն եկել։ Եվ գործում են մինչև հիմա այդպես։ Չնայած որ ֆորմալ, ոչ ֆորմալ առումով, ասենք, չգիտեմ, կարող իրենք իրենց մեդալներն են ունեն, հատուկ իրենք իրենց մարտական գործողություններին մասնակցում, հետո այդ մեդալով իրենք իրենց բան են անում, չհաշված են մնացածը, որը որ էլի հրապարակային ասելու չէ, եւ այս ամբողջը բերելու է նրան, որ դրանք դառնալու են կրթական համալիրներ, հենց ֆինլանդական մոդելով։ Այսինքն դասակ կլիներ, վաշտ կլիներ, մի ինչ-որ շրջանի վրա պետությունը կարտապատվիրակ էր։ Այստեղ մի քանի բաղադրիչ կա։ Սոցիալ-բարոյական բաղադրիչից բռնած։ Ես միշտ հարց եմ տվել մեր սպայական բարձր անձնակազմին, թե ինչու բանակում
չեն վերաբերվում կամ իրենց ավելի կարգապահությունը, իրենց խոսակցությունը, իրենց վերաբերմունքը թեկուզ զենքին, թեկուզ շրջակայքին, թեկուզ մակրկությանը, թեկուզ մեկը մյուսին, ասենք օրինակ վերեմ որոշ ռազմամարզական կազմակերպություններ ընդհանրապես հայոյանք չես լսի, հա։ Գնում են բանակ, նույն մարդը գնում է լրիվ այլ մարդ, թե ինչու նմանատիպ համատեղ փոքր զորավարժություն չի ասի, որոշակի գործողություններում ու խաղաղ գործողություններում, ասենք, չգիտեմ, ճգնաժամային իրավիճակները հաղթահարելիս, ասենք, չգիտեմ, ջրերները եւ այլն, այդ նույն կամավորական խմբերը, որոնք որ միացել են այդ հասարակական միավորումներին, ավելի բարձր կարգապահություն են իրենք բանանում, դրսևորում, քան ասենք նույն, չգիտեմ, հենց բանակում ծառայելու պահին, չգիտեմ, մոբից են բողոքում եւ այլն կամ երեխաների մոտ հազար ու մի խնդիրներ գիտենք այնտեղ բարգերը բան։ Այսինքն, որովհետեւ առաջին հերթին սրանք կրթարաններ են։ Այստեղ գաղափարական մարդիկ են հավաքված, որոնց խնդիրը մեկն է պաշտպանել եւ անվտանգ դարձնել առավելագույնս Հայաստանի Հանրապետությունը այլ նպատակ խնդիր չունեն։ Եվ հետեւաբար այստեղ ռազմական ուսուցում, վերապատրաստում եւ այլն այս մեթոդներ զենք վարվել, միասնական օրակարգեր ստեղծելու, միասնական կարգեր ստեղծելու բացի նաեւ կար սա կկարտակ, ես մի հատ կարևոր մի հատ բանի մասին կարդամ։ Այստեղ մի հատ կարևոր մի բան, որը որ այս օրենքը լուծում էր նաև։ Դա սահմանադրական նորմն է, որով որ ասում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։ Այս օրենքով դրված էր քաղաքացիական վերահսկողության մի քանի բաղադրիչ։ Եվ անընդհատ այս շփումներն էլ անգամ ցույց էին տալիս, որ քաղաքացիական վերահսկողության բաղադրիչը նաև հենց այդ շփումները ինչքան որ տարօրինակ է, որովհետև այն ինչ որ տեսնում էին, չգիտեմ, արհեստավարժները կամավորների մոտ, նրանք նրանց էին սովորում, ու այս խնդիրները, որ համատեղ էին լուծում, այդ արհեստավարժ ծառայողները իրենց հասարակությունից նախ կտրված չէին զգում։ Նույնը հակառակը, հասարակությունը իրեն պետությունից, բանակից կտրված չէր զգում։ Բանակը ինչպես հիմա մի հատ հեռու ունեղ միտեղ այտենց պատերով շարված ցանցերով մի տեղ չէ, էլի, որտեղ որ միայն պագոններ պետք է ունենաս, որ մտնես ելնես, շփվես դուրս գաս, հասկանաս ինչ է կատարվում, դա հասարակության մի մեծ ինստիտուտ է։ Բայց բաղադրիչներից մեկն է, որը որ միայն բանակի գործը չէ, երբ որ մենք ասում ենք, մեր ընկերներից մեկը լավ խոսք ունի, ասում է, երբ որ կռվում են պետություններն են մեկը մյուսի դեմ կռվում, ոչ թե բանակները։ Եվ այս քաղաքացիական վերահսկողության այս էլեմենտներն էր, որ ըստ երևույթին պաշտպանության նախարարության, չգիտեմ, չեմ կարող ասել, դուրը չեկավ, թե չուզեցին, այս օրենքը մի քանի անգամ էլի մշակվեց, այս օրենքը էլի մի քանի անգամ շրջանառության ոչ պաշտոնական եկավ, դիտողություններ դրվեց եւ այլն, անգամ փոխնախարարներից մեկի մոտ վարչապետի հանձնարարությամբ չէ, դիմտենք պաշտպանության նախարարի մոտ, բայց երկու անգամ տես կոպիտ բառ ասեմ, ցրեց վրայից, մտանք հանդիպեցինք պաշտպանության փոխնախարարի հետ, վարչապետի ուղիղ հանձնարարությամբ, բայց խոսք տվեցին, որ 2 ամիս հետո օրենքը նախագիծը կլինի ազգային ժողովում, ես ձեզ ասեմ, այդ օրվանից ուղիղ 2 տարի անցել է։ Մայիսներ 23 թվականին։ Հիմա սա մի բաղադրիչն է համապարփակ անվտանգության համակարգի կայացման։ Ինչպես ասացինք, մինչև Comprehensive Defense Handbook-ին անցնելը ՆԱՏՕ-ի, ես կուզեմ հետևյալ ասեմ։ Այս դիմադրությունը, որ կա, ընդհանուր առմամբ ոչ միայն տարօրինակ, այլ նաև անհասկանալի է, որովհետև մենք
գնում ենք այն լավագույն փորձի հետևից, այսպես ասած, որը որ աշխարհում ձևավորվել է։ Եվ այստեղ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են ընդհանրապես պետք եւ սրանք կարգավորել են։ Մեկը օրինակ հենց զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի փոփոխությունն է, որը անհրաժեշտ է։ Մյուսը ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքն է։ Մյուսը պարենային անվտանգության բանն է, նոր օրենսդրությունն է։ Մյուսը ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենքն է, որը մենք չունենք։ Մյուսը ռազմաարդյունաբերության համալիրի մասին օրենքն է, որը պետք է ամբողջովին էլի վերանայվի։ Ու առողջապահության, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ դրության ռեժիմի, պաշտպանության մասին օրենքը չեմ ասում։ Այս օրենքների համախումբը ինքը չի փոխվում, գրեթե ստատիկ վիճակում է։ Մենք ամեն ինչի մասին ընդունում ենք օրենք, բացի առաջնային օրենքներից, որոնք որ խիստ անհրաժեշտ են, օրինակ սոցիալական գործընկերությունը, որը որ համապարփակ անվտանգության բաղադրիչներից մեկն է, այս վերջերս կարող է երրակոմ պայմանագիր կնքեն հանրապետական, որ գործատուները պետության հետ միասին աշխատողների արմիությունների հետ որոշեն որոշակի սոցիալական հարցեր կամ աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր ինչպես պետք է լուծվեն, բայց եթե աշխատողին վերցրեցի տարար կռվելու, այդ հարցը գործատուն ինչպես պետք է լուծի ու քանի տոկոսը արդյոք օրինակ իրավունք ունի պետությունը վերցնի ուղարկի պատերազմ։ Կա հաշվարկած, միգուցե եւ կա։ Ես չեմ ուզում մտածեմ, որ չկա այդ հաշվարկը։ Բայց արդյոք այդ դեպքում գործատուն ինչ պետք է անի կամ աշխատողը ինչ երաշխիքներ պետք է ունենա, որպեսզի լիարժեք ներգրավի պետության սահմանների օրինակ պաշտպանությանը կամ, չգիտեմ, որոշ լոկալ ջրհեղեղի հետ կապված խնդիրների լուծմանը հենց այդ տեղում, հենց այդ գործատու աշխատող հասկացության մեջ։ Լավ։ Անցնենք ՆԱՏՕ-ի այս Comprehensive Defense Handbook-ին, ուրեմն ընդհանուր տեղեկություններ են տալիս, փաստաթուղթը ուրեմն հատուկ օպերացիաների այտենց բան ունի, չգիտեմ, վարչություն ասեմ, ինչ ասեմ, ինքը այդ կողմից բանից է մշակվել, 14 թվականից սկսած է մշակվել, վերջնական տեսքի է բերել, ուրեմն սա առաջի հատորն է, հեղինակը բրիգադի գեներալ Էդիսոն Վերնեն, ուրեմն ինչ է իրենից ներկայացնում։ Քանի որ փորձը տեսել են մարդիկ, որ աշխատում է, վերցրել են փոքր պետությունների համար մասնարարպես դաշնակից ոչ անդամ պետությունների, որովհետև այդպիսի հասկացողություն կա։ Դաշնակից ոչ անդամ պետություն։ Օրինակ այս ժամանակ Ֆինլանդիան դաշնակից ոչ անդամ պետություն էր։ Հիմա անդամ դաշնակից պետություն է։ Եվ այս պետությունների համար կոնկրետ ուղեցույց են գրել, թե այս համապարփակը որպես համակարգ ինչպես պետք է ներդնել։ Շատ հակիր չեն, իրենք իրականում երկու հատոր են, երկրորդ հատորը ամբողջությամբ մշակված չէ, կարող եք գտնել համացանցում, բայց հենց մինչև վերջ կմշակվի ավելի մանրամասն ինքը կոնկրետ քայլերը բացատրում է, թե կոնկրետ օրինակներով որ դեպքերում ինչ պետք է դնել։ Ինչպես տեսակ դիմադրողականություն, ռազմական այլև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ ստեղ կա, արդեն նշել ենք ամբողջ հասարակության ներգրավվածությամբ։ Ուրեմն բովանդակությունը հետևյալն է։ Նախ սահմանում է, թե համապարփակ պաշտպանությունը ինչ է, այսինքն ունենք ոչ միայն տարբեր, օրինակ, չգիտեմ, Սինգապուրը իր համար մի բան է որոշել, Իսրայելը մի բան է որոշել, Ֆինլանդիան մի բան, այս ուղեցույցում ինքը արդեն սահմանում է, թե ինչ է, կարող է կընտրել, ուրեմն առանձնացնում է եւ համագործակցությունը եւ առանձին դերերը, այսինքն բաշխումը կատարում է, թե օրինակ արտակարգ իրավիճակներում ինչ դեր պետք է իր վերաստանձնի բիզնեսը, քաղաքացիական հատվածը, մասնավոր սեկտորը արդեն բիզնեսի նկատի ունենք եւ պետությունը, բայց հիշենք, որ միևնույնն է ամբողջովին պատտվում է պետության շուրջ, այսինքն ոչ մեկ ինքնագլուխ ոչ մի բան չի անում։ Գործնական մոտեցումներն են 5
հիմնական նախապայմանն են, 8 փուլից բաղկացած գործընթացներ են, ձևանմուշներ, պլանավորման գործիքներ, լրիվ կիրառելի դասակարգի նման բան է, էլի, այսինքն մենք կարող ենք վերցնել եւ մեզ համար ադապտացնել կիրառել։ Ուրեմն հատկապես կիրառել է, ինչպես նշեցինք, փոքր պետությունների համար պետական եւ հանրային դիմադրողականության միասնական կառուցման շրջանակում։ Ուրեմն 5 նախապայմանները հետեւյալն են։ Ինչպես տեսնում եք, այս նախապայմանների մասին մենք խոսեցինք մի քիչ առաջ։ Քաղաքական կամք եւ ազգային համաձայնություն։ Այս դեպքում ոչ ունենք քաղաքական կամք, ոչ ունենք ազգային համաձայնություն։ Չնայած որ Պաշտպանության նախարարության բանակի կերպափոխման մասին այդ հայեցակարգ, որ կա այնտեղ գրված է, որ պետք է անցնենք համապարփակ անվտանգության համակարգի, բայց այնտեղ մեկ վտանգավոր եզրույթ կա, որ ռազմամարզական կազմակերպությունները պետք է լինեն պետության վերահսկողության ներքո։ Սա միավորման ազատության ուղի խախտում է։ Եթե մենք դրեցինք ռազմամարզական կազմակերպությունները պետության վերահսկողության ներքո, մենք կստանանք նույն դոսաֆը։ Մենք ունեցել ենք դոսաֆ։ Ժամանակին ված չի աշխատել։ Մենք պետք է դնենք օրենքի վերահսկողության ներքո։ Սա իմ համար սկզբունքային տարբեր մոտեցումներ են։ Եվ սա չունենք։ Սա մեկ։ Իրավական քաղաքական հիմք ձևակերպած օրենք, ինչպես տեսնում ենք օրենքը մասին խոսեցինք, որոշում կամ ռազմավարություն, կերպափոխման մեջ 4 հտող ունենք, բայց դա առանձին որոշում կամ ռազմավարություն չի, չնայած որ հավաստիացնում են, որ կա ռազմավարություն, որը չգիտես ինչու չի հրապարակվում, այս էլ ով ինչ երբ դե հասկանա, համակարգված կառույցը, այսինքն միավորում կլինի, հանձնաժողով կլինի, չգիտեմ, անվտանգության խորհրդի տակ կաշխատի, թե կառավարությանը կից կառույց կլինի, որ ամբողջ բոլորի գործողությունը կհամակարգի եւ ընդհանուր կանոններ կսահմանի կամ կլիցենզավորի կամ լիցենզիայից կզրկի, դա արդեն կոնկրետ ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքի խնդրի մեջ է դրված, որտեղ տարբեր մոտեցումներ կային։ Ռեսուրսները, որ արտադիր պետությունը առանձին ռեսուրսներ պետք է հատկացնի, հետագայում դրանք որոշ չափով հետ են վերադառնալու, չհաշված որ որոշակի ռեսուրսներ եւ այսպես ասած բյուջեից շատ ծախսեր ունելու են դուրս են գալու։ Մյուսը հանրության վստահություն, մասնակցություն։ Այսօր մենք հանրության մեջ ունենք վստահություն, ունենք մասնակցություն եւ ունենք իրար քննադատելու շատ բացարձակ լավ զարգացած քաղաքական հիմքերով եկող սև ու սպիտակի, որը ներդրվեց եւ հնարավոր չէ մինչև այսօր ուղղակի բանի փող վստահության գալ ու համերաշխության գալ եւ այս պայմաններում ես չեմ կարող ասել դա հատուկ ներդրվեց թե չէ, դա էլ սուբյեկտիվ կարծիք կլինի, եթե հնչեցնեմ, բայց այս վստահությունն ու մասնակցությունը երևի հենց սրանից է պետք սկսել։ Կա հասարակության մեջ փոխվստահություն, կա միասնականություն, կա համերաշխություն, ինչպես Յակոբինյան բանակում ֆրանսիացիների մոտ, որտեղ որ եղբայրությունը արժե համակարգ էր, հենց այդ արժե համակարգը կրեցին, սկսեցին բանակ ստեղծելը, հեղափոխական բանակ ստեղծելը։ Դա այն բանակներ, որը որ շարքայինից ֆելդմարշալ էր արտադրում, հա, կոպիտ ասած։ Ու ինչ համաշխարհային մասշտաբի ֆելդմարշալ էլի, ռազմական գործում էլ հեղափոխություն անող ֆելդմարշալ։ Ամեն ինչ արժեքային համակարգից է, արժե համակարգից է գալիս։ Եվ 8 քայլը հատուկ եմ սա նշել, կարևորել եմ, որ քաղաքական համաձայնություն ասեցինք, կառուցվածքային շրջանակի ձևավորում, գործառույթների քարտեզագրում, այսինքն սա ենթաքայլերն են ոնց որ այդ նախապայմանների, սցենարների մշակում, ռեսուրսների գնահատում եւ բաշխում։ Ովքեր որ դեմ են այս համակարգին եւ համակարգից տեղյակ չեն, երբ որ խոսում ես, ասում ես
Ինչ ես առաջարկում, որպեսզի պետությունը այս վիճակի ասում եմ առաջինը գույքագրենք, թե մենք ինչ ռեսուրսներ ունենք։ Ասում եմ կա։ Չէ, ասում եմ համապարփակը դրա մասին չի, գնում են մի հատ ոդքասթում նկարում են, ասում են, այ դուք ազգ բանակ եք սա օրը քարոզում։ Բայց հիմա դրան էլ կանդրադառնանք։ Թե արդյոք սա ազգ բանակն է, թե չէ։ Հաղորդակցման ռազմավարություն, վերլուծություն եւ վերանայում։ Ազգ բանակ հայեցակարգի բովանդակությունն ու հիմքերը։ Հասանք սրան։ Ուրեմն այս մասին առանձին հոդված ունեմ ճիշտ ասած գրած ու հատուկ եմ առանձնացրել։ Որովհետեւ երբ որ խոսում ենք ազգ բանակ, մեկ էլ ազգային ժողովից ինչ-որ մեկ ազգ բանակի մասին կխոսի, մտածելով, որ դա մենք խոսում ենք այն ազգ բանակի մասին, որ ասենք հիմնականում տեսությունը զարգացել են նժդե։ Իհարկե չդերագնահատելով ընդհանրապես այդ ժամանակաշրջանում պետականություն չունենալով հանդես նժդեի դերը, հնարավոր չէ դա ընդհանրապես որևէ կերպ դերագնահատել, ասեմ, որ դա ազգ բանակը էական տարբերություն ունի համապարփակ անվտանգություն համակարգից։ Տեսեք, ազգ բանակը շատ նման է։ Այդ ժամանակվանից մարդը մտածել է, որ մոբիլիզացիան, ինքնապաշտպանության ու գոյատևման միակ ձևն է։ Նման է, բայց նույնը չէ։ Բայց քանի որ մեկը 21-րդ դարի տեսություն է, մյուսը 20-րդ դարի սկզբի տեսություն է, պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ։ Այն էլ հայկական իրականությունն է։ Մյուսը նշեցինք արդեն, որ նժդեի հիմնական գաղափարների վրա եմնում ու կարևորվում է հայրենասիրական դաստիարակությունը, ռազմական պատրաստությունը անկախ պետականության առկայությունից։ Սա երբ որ պետություն չունես։ Հա, իհարկե, սա միակ բանն է, որ կարող է ազգի պահպանման գոյատևման խնդիրը լուծել, եթե չունես։ Իսկ եթե ունես, արդեն որպես համակարգ ես դիտարկում, ոչ միայն նաև գաղափարախոսություն։ Այսինքն համակարգի մեջ մենք տեսանք, որ ներառնում է ռազմականից բացի տեղեկատվական, տնտեսական, սոցիալական եւ միջազգային բաղադրիչները։ Սա այն համակարգերն է, որը որ պետությունը պետք է ունենա։ Հիմնվում է պետության ռեսուրսների ամբողջական կառավարման եւ կոորդինացման վրա, ազգ բանակի փոխարեն դնում է ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը եւ համակարգային անվտանգություն։ Ահա այն տարբերությունները, որոնք որ կա ազգ բանակի ու համապարփակի միջև։ Եթե ձեզ կհետաքրքրի, մի երկու հոդված ունեմ գրած, կարող եք infocom.poi ստալ, Նարեկ Ներսյան կբերեմ, այնտեղ տարբեր բաներ ունեմ գրած։ Ու այսքանը կարծում եմ, 1 ժամը լրացավ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ բարձունքին կարող եք աջակցել Patreon-ում։ Ձեր նվիրատվությունները կնպաստեն Հայոց Երկիր հանդիպումների շարքի իրականացմանը եւ գաղափարական բովանդակային քարտեզի իրագործմանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են մեզ։ Օրինակ խոսեցիք, որ պետության վերահսկողության ներքո եւ օրենքի վերահսկողության ներքո տարբերությունները խնդրում եմ մանրամասնեք, տարբերությունը դրանց ո՞րն է։ Ինչի նկատի ունեք, որ ճիշտ է օրենքի վերահսկողության տակ լինելը, ոչ թե պետության վերահսկողության։ Տեսեք, համակարգը որպես այդպեսին պետք է լինի պետական վերահսկողության ներքո, որովհետև դա համակարգ է։ Խոսքը երբ որ գնում է ռազմամարզական կազմակերպությունների մասին, որպեսզի ռազմական մարզական հասարակական միավորումները միավորման ազատության սկզբունքը չխախտվի ու իրենց ազատությունը գործունեության չկորցնեն, խոսքը կրթական բաղադրիչի մասին է։ Ազատությունները իրենց որոշակի բաներում ենթարկվելու ոչ թե պետությանը կամ ինչ-որ մի մարմնի պիտի ենթարկվեն, այլ օրենքով կամ պիտի սահմանափակվեն կամ հակառակը այդ իրավունքները ունենան, այսինքն պետությունը այստեղ ընդամենը պետք է արբիտրի դեր կատարի, կարող է ռազմամարզական կազմակերպությունը այդ գործունեությունը իրականացնել, թե չէ։ Օրինակ բերեմ, Հաագայի դատարանում ունենք որոշում, որտեղ որ նշված է, որ
պետք է որոշ հասարակական կազմակերպություններում արգելվի խտրականության, ռասիստական, չգիտեմ, այնտեղ վիրավորող այս պետությունը պետք է վերահսկի որոշ հասարակական, մեզ հայտնի ռազմամարզական կազմակերպությունների մասին է խոսքը։ Օրենքում հստակ գրված էր, որ եթե ռազմամարզական կազմակերպության ղեկավարը խտրականության, չգիտեմ, ռասիստական, ծայրահեղականության մասին խոսք է տածում, ապա պետությունը կամ հարց է դնում այդ ղեկավարին հեռացնելու նույն ժողովից, կամ ընդհանրապես լիցենզիայից զրկելու։ Բայց լիցենզիան զրկելու առումով դու չես կարող անգամ ռազմական կազմակերպությունը փակել, ուղղակի ինքը համապարփակ անվտանգության համակարգից դուրս է մնում։ Այնտեղ հազար մի հարց կա, խոսքը սուբսիդավորման մեջ է, գույքատարամադրման, ռեսուրսների տրամադրման, ընդհանուր կանոնների, վարկերի, ուսուցման պայմանագրերի ու հազար ու մի բան կա, որ արդեն քո հետ ֆորմալ առումով չեն աշխատելու։ Պետությունը որպես այդպես ինչի համագործակցելու։ Սա օրինակներից մեկն է, որ Շատ լավ։ Կուզեի նաև մասնավոր սեկտորին անդրադառնալ, ահագին խոսեցիք բիզնեսի մասնակցության մասին, եթե տեղյակ եք, եթե շփումներ ունեցել եք բիզնես ոլորտի ներկայացուցիչների կամ միավորման, օրինակ մանթաշովների մի ակումբը կա, ինչքանով են իրանք հետաքրքրված համապարփակ մոդելով եւ եթե հետաքրքրված են ինչ որ գործողություններ արում են այդ։ Ես ասեմ, սկզբնական շրջանում ինչքան որ շփվել եմ, հետաքրքրվածություն կար, բայց հիմա ոնց որ այդ աստիճանի չի, կան որոշ հիմնադրամներ, որոնք որ համագործակցում են, բայց այս համապարփակի ընթացքում դու բիզնեսին էլ ինչ-որ երաշխիքներ պետք է տաս։ Օրինակ բիզնեսը ունի 10 հատ պիկապ, պարզ հասարակ օրինակ եմ բերում։ Այդ 10 հատ պիկապը դու արգրավելու փոխարեն, բռնագրավելու փոխարեն, որ վերցնես, որ օգտագործես պատերազմում, դու գիտես, որ ինքը բերելու է տա քեզ, բայց դրա փոխարեն ինչ է ստանալու։ Օրինակ, չգիտեմ, կարող է շրջանում գործող բիզնեսը հարկային արտոնություններ ստանալ։ Կարող է որպես սոցիալական պատասխանատու գործընկեր հայտարարվի իր դրանից բխող հետևանքներով։ Սա արդեն էլի նույն օրենսդրական դաշտի մշակելու բան է, այստեղ էլ արդեն գնում ենք հարկային, աշխատանքային օրենսգիրք։ Որ այստեղ կոմպլեքս մասնագետներ է պետք որ աշխատեն, էլի, այնպես չէ որ սա մի հոգու, երկու հոգու, երեք հոգու գործ է։ Ամեն մեկը իր ոլորտը դիվերսիտի աշխատի, հետո դա բերի միավորի իրար, այստեղ հարցը այն է, թե մենք քաղաքական կամք ունենք դա կատարելու, թե չունենք։ Այդ է հետաքրքիր, պետությունը բիզնես ոլորտը տեսնում է, որ պետությունը կամք չունի, դրա համար հետաքրքրված չի, թե զուտ մեկը հայրենասիրական այդ իր բանի տակ, մյուսը զուտ որոշակի ներդրում կատարելու համար, որպեսզի այդտեղ ասեն, որ այս բիզնեսը օգտվեց սա անելու, այսինքն զուտ գովազդի տեսք է տանում, բայց սա համակարգային չէ։ Այսինքն մենք չունենք այն համակարգը, որովհետև որ բիզնեսը ոչ միայն ցանկություն պարտավոր լինի, այլ նաև ցանկություն ունենա կամավոր մտնելու process-ի մեջ, էլի։ Դու չես կարող, ամենակարևոր բանը հենց միավորման ազատությունն է, չես կարող մարդուն ստիպել, որպեսզի կամ ինչ-որ մասնավոր կառույցի, որպեսզի ինքը անպայման դրա բանը լինի։ Դու պետք է բերես այդ գիտակցության, դու պետք է այդ արժե համակարգ ստեղծես։ Բացի սոցիալական ու չգիտեմ ինչ երաշխիքներից, էլի։ Եվ մեկ հարց էլ տամ ու դալիճին հնարավորություն տանք հարցեր։ Դուք ասացիք, որ այս պահին պետության մոտ կամք չի դրսևորում, պետական ինստիտուտների մոտ, մասնավորապես պաշտոնյաների մոտ, կուզեի իմանալ ավելի հստակ այս պահին որևէ գործողություն որոշակի շարժումներ կա, շփումներ կա, բայց դրանց մասին արդեն ով որ շփվում է, ով որ համագործակցում է, ավելի լավ ճիշտ կլինի իրենց հասնել, կա, բայց դրանք բավարար չեն։ Ոչ էլ անհրաժեշտ քանակի են, էլի։ Ավելի շատ բավարար չեն այդ շփումները։ Այս պայդրությամբ ես այդպես եմ դրանք ավելի շատ իմիտացիա են գնահատում։ Ունենք հարցեր։ Խնդրեմ։ Առաջինը իմ համար տերմինաբանական խնդիր, այսինքն comprehensive համապարփակ, դա միջազգային ընդունված տերմին է, որը նշանակում է
ասիմետրիկ պաշտպանության հնարավորություն, չէ՞, փոքր ազգերը մեծ ազգերի դեմ պայքարում են դիմադրելով։ Ճիշտ եմ հասկանում, հա։ Հիմա ենթադրենք մի քանի օր ամերիկյան համալսարանում, չգիտեմ, Ներսես Կոպալյանն գիտեք, թե չէ։ Ինքը հոդված է գրել ու ներկայացում էր անում, որը ասում էր պորտոպին, այդ ձիկաբրած հայերեն բառը չգիտեմ որն է, այդ կենթանի կա փշերով, հա, որը այդ կարգի ստրատեգիա է, որ դու քեզ այնքան փշեր ունես, որ քեզ հաղորդակցվել է, լավ չի։ Ու այդ մոտորապես նույն լոգիկան է, բայց ես իրան հարց տվեցի, ասացի տեսականորեն գեղեցիկ ահանջում, բայց երբ որ գալիս է, չգիտեմ, դրոնները, արտիլերիայի, ես կիբեր անվտանգության այդ ամեն ինչը կոորդինացնելու, այդ ձիկաբրազի կերպարը արդեն չպարզ չի։ Ինչ է, էլի որտեղ է այդ ներկայությունը։ Եթե կարելի է մի քիչ այդ այսօրվա ժամանակակից պատերազմի կոնտեքստում մի քանի խոսք ասեք։ Մեկ էլ շարունակելով ուղղակի, եթե Ուկրաինան այսօրվա Ռուսաստանի դեմ պայքարը, դուք գտնում եք, որ դա բանը համապարփակ արդյունք է, թե իրանք դա չեն կիրառել։ Ես տվեցիք վերջացրեցիք հարցը։ Okay, վերջից սկամ։ Ես ուղղակի մեջքս ես Հա, ոչինչ։ Ուկրաինան իմ դիտարկմամբ, նաև մասնագետների հետ խոսելիս, ինչպես նաև այդ ամբողջ նորությունները մասնակի բավականին հաջող օգտագործում է տարածքային պաշտպանության համակարգը, որը որ այս համակարգի մասնիկ է։ Իրանք կոչում են դա Ուկրաինայի համապարփակ անվտանգության։ Իրենք մի հատ օրենք ունեն, եթե չեմ սխալվում, շատ կդժվարանամ ասեմ, բայց մոտավորապես չէ, տոտալ պաշտպանության մասին էր։ Միջալոց ձեր կապված է, հա, կապված է ձեր մյուս հարցի հետ։ Սկզբից այս համակարգը կոչվել է total պաշտպանության համակարգ, բայց քանի որ total բառը տենց ագրեսիվ է հնչել, կապված է, փոխել են compressive բառի հետ։ Մասնակի է օգտագործում, հիմնականում տարածքային պաշտպանությունն է, բայց գիտեք, այստեղ նաև էլի համակարգի ներսում հաշվարկի խնդիր կա։ Դու քանի տոկոսը կարող ես օրինակ դարձնել դրոնշիկ։ Համ բոլորը չեն կարող դրոնշիկ քշել։ Եթե մենք բոլորին դրոնշիկ սարքենք, հետևակի խնդիրը ով պիտի կատարի։ Եվ որոշ տվյալների համաձայն դրոնները, ասենք, եթե կատարում են 22% խնդիր են լուծում, հա, խոցումների բան, զոհերի, չգիտեմ, արդյունավետությունը, ապա հրազենը մինչև օրս մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ հակառակ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ հետևակն է ամեն ինչը որոշում։ Այստեղ էլ ուրիշ խնդիր է գալիս, արդեն համապարփակի շրջանում քանի տոկոսը կարող ես մոբիլիզացնել։ Ենթադրենք, այս ՆԱՏՕ-ի գրքերում կամ ուղեցույցներում գրած է 10%։ Բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելը 10%-ից ավելի մոբիլիզացնում է ու տնտեսությունը չի մնում ճգնաժամի մեջ։ Մենք այդ չենք անցել այդ ճանապարհը, մենք այդ ռազմագիտությունը որպես այդպիսի շատ թույլ է զարգացած Հայաստանում, իսկ դա ռազմագիտության հարց է։ Երևի այսքան է։ Լավ, ձեր հարցը։ Ես եմ շնորհակալ ներկայացության համար։ Մի հատ հարց ունեմ, հաճախ սպաների հետ խոսալուց իրենք պատասխանում են, որ եթե խոսում ես ռազմական կազմակերպությունների կամ համապարփակ ծրագրի մասին, իրենք սենց են պատասխանում, ասում են երկրապահների հետ մենք աշխատում ենք, չէ՞։ Մեկ էլ ասում են, իսկ ձեր ռազմական կազմակերպությունները պատերազմի ժամանակ ինչքան մարդ կարող են հավաքեն։ Եթե քիչ են հավաքում, մենք դրա ժամանակը չունենք, որ ռազմական կազմակերպությունների վրա ժամանակ ծախսենք։ Ինչ կպատասխանեք կամ էլ ինչ խորհուրդ կտաք, որ տենց հարցերի ժամանակ իմանանք ոնց պատասխանենք։ Ես այդ խոսքի մեջ ասացի դրա մասին։ Երկրապահ, հա, այդ խոսակցությունն էլ կար, որ երկրապահը դեմ է օրենքին, բայց հետո պարզվեց, որ այդպիսի բան չկա։ Երկրապահը խնդիրը հետևյալն է։ Մոբիլիզացնել ինչ-որ տարիքի անձանց։ Ռազմամարզական կազմակերպությունների խնդիրը մոբիլիզացիան չէ։ Մարզում։ Այլ այդ մոբին մարզելն է։ Դու ճիշտ կլինի որպես պետություն ունենաս մի հատ ռեզերվային բանկ, տենց էլ կոչվես, ռազմավարական ռեզերվի բանկ։
Դու հավաքես, տեսնես, այս ռազմամարզական կազմակերպությունում այսքան, չգիտեմ, բժիշկ ես պատրաստել առաջի օգնություն, այսքան քաղաքապաշտպանություն, այսքան փրկարար, այսքան մարդու սովորել ես ինչպես թաքստոցներում պատասպարվեն, ու այսքան մարդու սովորել ես, որ ջրեղեղի ժամանակ չխեղդվեն, ու ինչպես էվակուացիա իրականացնեն, կամ արդյոք իրենց այդ պայուսակները, որոնք որ ոնց է կոչվում, տրիվոժնիկ պայուսակները, տագնապի պայուսակները ինչպես պետք է հավաքել տանը, այս ամբողջ պատկեր ունենաս, այսինքն դու արդեն գույքագրած ռեսուրսը ունես, քեզ պետք չի որ, չգիտեմ, օրինակ ոման 500 հոգի հավաքի տանի սահման, խնդիրը դրանում չի, ոմայի խնդիրն էլ դրանում չի, օրինակ եմ ասում, էլի, ու ամենահայտնին է դրա համար եմ ասում, ընդհանրապես իրաց դերը ճգնաժամային իրավիճակ, պատերազմ, արտակարգ իրավիճակ, որ էլի ճգնաժամային իրավիճակին շատ մոտ է։ Իսկ կրթություն տալն է, պատրաստելն է, այդ ամբողջ համակարգի այդ մասնիկները պատրաստելն է, որ ամբողջ շղթան աշխատի ժամացույցի նման։ Որ այս սլակը չգնային կոմ, այն սլակը գնակոմ, վարկանաչափն էլ ասենք րոպեները ցույց տա ու չիմանաս դու ժամացույց ես նայում, թե լրիվ այլ սարք ես նայում, հա, կոպիտ բերած։ Երբ որ սրա մասին խոսում են, դուք ասեք ժողովուրդ ջան, այդ ջոկատային տրամաբանությունը թողեք։ Չկա, այս ամբողջ տեքստը դրա մասին էր, որ մարդիկ եկել են նրան, որ հասարակությունը պետությունից, այսինքն որովհետև հասարակությունը ավելի շատ ռեսուրս ունի, ընդ որում քան պետությունը, որ հասարակական միավորումը, որ միացնես մասնավոր սեկտոր հասարակությունը ավելի շատ է։ Այլ որոշակի չափաբաժինն է կրթական, ուսուցողական, պատրաստման համակարգային իր վրա վերցնելն է։ Ոչ թե ջոկատ սարքել կան։ Այլ ուրիշ խնդիր է, երբ որ դու այդ տարածքային պաշտպանության համակարգը կառուցում ես ոչ այսօրվա նման, որ ասում է կոպիտ ասած, «Я բիձեկտը պիտի գնան տարածքային պաշտպանության», ով որ արդեն զինապար չի, կամ էլ ով որ հիվանդություն բերումով չի կարող ծառայել։ Սա տարածքային պաշտպանության մասին չի խոսում, էլի այսօրվա օրենքը։ Խոսում են առաջվա աշխարհազորի, որը որ թեև աշխատում էր, բայց էլի տարածքային պաշտպանության մասին չէ։ Տարածքային պաշտպանության մասին ամբողջ համակարգը նրա մասին է, որ դու քո տարածքը անգիր գիտես։ Դու միանգամից պատրաստ ես այս համակարգի մեջ պաշտպանել քո տարածքը շատ արագ։ Հետ հարց են տալիս երբեմն խոսակ, բա Երևանն է մեծ ռեզերվ էլի։ Դու եթե գնաս օրինակ Շվեյցարիա, ես չեմ ասում մենք Շվեյցարիայի նման պետք է լինենք, Շվեյցարիայի նման, այսինքն ամբողջ հանդերձանքը տուն ունես, քեզ պետք չի գնալ հասնես Զորամաս, վերցնես, հետո գնաս, քեզ պետք է արդեն ըստ սորացածի, ըստ ստորաբաժանման հասցնել օպերատիվ բացազատման շրջան, ավտոմատ, քո հանդերձանքով, զենքով մնացածով եւ այլն։ Սա մի մոդել է, մյուս մոդելը ֆինանսական է, սա դիտարկման հարց է, այսօր մենք դրան գնանք թե ուրիշ, բայց այն ինչ որ այսօր են անում, այսօր ամբողջովից սա իմիտացիա է, այսինքն մենք համապարփակ անվտանգության խնդիր չենք լուծում։ Երկրապահ ձևավորված հավանդութային ինչ-որ սովորությունով երկրապահի խնդիրն էլ պետք է կրթելը դառնա։ Ոչ թե մարդ հավաքել ու մոբիլիզացիա անել։ Մոբիլիզացիայի խնդիրը դա պետության խնդիրն է։ Առաջնահերթ։ Ուղղակի համակարգային մոտեցումների տարբերությունը։ Իսկան է։ Շատ լավ, ձեր հարցը։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Իմ հարցը հետևյալն է, որ դուք ասում եք կան լավ պատմաբաններ, բայց չկան լավ ռազմաքաղաքական փորձագետներ։ Ռազմարվեստի։ Հա։ Դրա պատրաստությունը այդ որտեղ է։ Այսինքն որ համալսարաններում այդ Որպես արհեստավար դուք կարող եք պատմաբանականը վերցնեք։ Օրինակ ես իրավաբան եմ, հա, մի կրթությամբ։ Հիմա տեսեք, իրավաբանականը, որ ավարտում եք, դուք միանգամից չեք գնում, էլի, օրինակ աշխատանքային իրավունքի, օրինակ կոլեկտիվ հարաբերությունների մասնագետ դառնում։ Ձեզ չեն պատրաստի իրավաբանականում։ Այսօրվա համակարգի մասին է խնդիրը։
Սա կամ պիտի վերապատրաստման տեղեր գտնես, կամ ինքնաուսուցմամբ զբաղվես։ Օրինակ, որպես արդեն քիչ թե շատ ռազմական գործի հետ կապ ունեցող մարդ, երբ որ ասենք գրադարանում մի հատ Կլաուզևից է դրած, ենթադրենք կարդացիր ու էլ բան չկա կարդալու, այսօրվա YouTube-յան դարերը օրինակ անգլերեն, ռուսերեն Նապոլեոնյան ճակատամարտերը շատ արտակարգ ցույց է տալիս, եթե անգլերեն չես հասկանում, ենթագրերը ներքևում գրվում է։ Կան իրական որակով կոնտենտներ կան, որոնք որ կարելի է դիտել եւ ռազմավեստից որոշակի բան վերցնել, հասկանալ թե դա ինչպես է կատարվել։ Անկամ եթե պատմաբան չես։ Այստեղ մենք ուրիշ խնդիր ունենք։ Մենք ունենք հայկական ռազմավեստի խնդիրը, որը որ բաց է։ Ես որ պատմաբաններին քննադատող պատմաբաններին ասում եմ, հա ավարայրը բան մի աղբյուր ենք ունեցել բան էս կոմենքում, ես դրանով չեմ նայում օրինակ, որ իմ համար օրինակ ավարայրը դնեմ կասկածի տակ, հա, իմ համար կասկածելի է հենց այդ ռազմական գործողությունը Վարդան Մամիկոնյան, ասենք վերցնել թիկնապաների որոշակի խումբ ու գնալ ամենաուժեղ տեղին հարվածել պարսկական զորախմբի։ Կամ եթե մենք ունենք ավելի հայտնի գոնե բան, հա, Գայլ Վահան էին ասում, հորեղբոր տղաներ էին, չգիտեմ, արտակարգ բաներ ունեն, մարտական գործողություն ճակատամարտներ ունենք։ Մենք ունենք Տիգրան Մեծի, ասենք Լուկոլոսի հետ թե պարտությունը, թե բանը։ Մենք ունենք հազար մի բան Պակրատունյա շրջանում, ֆիդայական շարժումների, բայց որպես գիտություն ռազմարվեստը չի ուսումնասիրված, մեկը չի ասել, այ օրինակ, այս քաղաքական, ռազմաքաղաքական որոշման հետևանքով այս ֆիդայիները ունեին 10 հատ զենք, ունեին 5 հատ փամփուշտ, այս 4 հատը չեն կրվել, կրվածը մենակ եսերմիչներից, բայց ճակատամարտը այս ձևի անցկացվեց այս պատճառներով, իսկն այս շղթան ցույց տա, որ հասկանալի լինի, թե խնդիրը այստեղ այս խնդիրների ու նպատակների ու լուծումների մեջ որտեղ է եղել այս բացթողումները ու ինչու է այդ հումանիտար մտքի պակասը բերել տեխնիկական իրավիճակի խաթարման, թեև որ ասենք մենք օրինակ ունենք զիլ տեխնոլոգիաներ ունենք, Ղարսի մասին տարբեր բաներ կան։ Օրինակ մեկը ասում է բանը, Դաշնակցության ներսում նույն ծպտված կոմունիստները հեռագրեցին հանձնելու մասին, հա, բայց կոնկրետ ես մի դեպք ասեմ Ղարսից, որ պատմական փաստ է, որ 10,000-ից բանակը թուրքական հրանոթը մեկ կրակոց է արձակել միամիտ, թուրքական բանակը մոտ կես ժամ տեղում մնացել է։ Մի մասը ասում է պարկած է եղել, մյուս մասը ասում է չէ, չի շարժվել առաջ։ Բայց սա այն չէ, որ ասենք մենք պիտի դնենք, սա արդեն ռազմաքաղաքական զուտ ուղղություն է, բայց այն որ ասենք ինչու ինչպես ստացվեց, ինչ քաղաքական որոշումների հետևանքով էր, որ ասենք Տիգրան Մեծի 100,000-անոց, չգիտեմ, հետևակը, եթե եղել է, էլի այդպեսին, պարտվեց օրինակ Լուկոլոսի 60,000-անոց հետևակի։ Ինչն էր, որտեղ էր ինչ վահանները, մարտակարգերը, ինչի հետևանք էր դա, ինչ ռեֆորմներ էր, որ տեղի ունեցավ, հա, նույն բանը, որը որ բերեց նրան, որ մենք ունեցանք սա, կամ բերեց նրան, ամեն կարող ենք արդեն ըստ էության ուրիշ բան։ 70,000 բանակ է ունեցել։ Չգիտեմ, ասում են այնքան զենք ա եղել Ղարսում լցած, որ 20 տարի էլ կկրվենք։ Այս այդքան է։ Մենք այդ շատ թույլ է, էլի, մենք այսօրվա դարում ես գրեթե չեմ տեսնում, որ մեր պատմաբանները դրանով զբաղվեն։ Ես ինչքան հասկանում եմ, Ինչ։ Այսինքն չկա ինչ-որ մագիստրոսական ծրագիր կամ բան, որով խորհրդության համակարգը Ես չեմ լսել։ Մասնագետը չեմ ճանաչում։ ես ինչքան հասկանում եմ, մենք նույնիսկ Արցախյան առաջի եւ 44-օրյա պատերազմների վերաբերյալ չունենք նման Ես մի անգամ ասել եմ հարցազրույցներում, որ մենք ունեցել ենք մեծ փորձ, ու մենք այդ մեծ փորձը ներդնելու մեր բանակի մեջ մենք վերցրել ենք խորհրդային բանակի բանով
օրինակով սարքել ենք մեր բանակը, երբ որ մենք ունենք արդեն փորձ այդ պայմաններում բանանելու, կռվելու, հա։ Այս հենց է դա էլի։ Նայ։ Լավ, ունենք այլ հարցեր։ Ուրեմն ստերես կարդում է ուկրաինական պատերազմի մասին, ասում է այդ մի տարվա մեջ 80% ռուսական զոհերի եղել է դրոնների պատճառով, 15% արտիլերիա, 5% հրազենի արդյունքում։ Ու շատ դա հետաքրքիր փաստ է, որ ենթադրենք մենք էլ այդ նույն համապարփակի լոգիկայից ելնելով ազատազենում հրազեն ենք սովորացնում, չգիտեմ, ոմանա հրազենով կռվել եւ այլն, բայց իրական հաղթանակը ոնց որ այսօր դրոնները հիմա 25000-ը ռոբոտ են սարքել, ուկրաինացիները դրանով են կռվում։ Այսինքն մենք ոնց որ վերջի պատերազմին ենք պատրաստում, իսկ նոր պատերազմը լրիվ ուրիշ որակա բերելու, էլի, այդտեղ ոնց է կարծում։ Խնդիրը նրանում չէ, թե մենք ազատազենը ոնց ինչի է պատրաստում։ Չեմ քննադատում, Չէ, ես չեմ քննադատում կամ հակառակը բանանում գովերքում։ Խնդիրն այն է, որ դու համակարգի մեջ ես գործում։ Եթե դու համակարգի մեջ ես գործում, այդ համակարգը կորոշի քեզ 100-ը, ասենք, դիպուկա արի պետք, թե 100-ի փոխարեն ավելի լավ է 50 ունենաս, 50-ը դրոնշիկ ունենաս, ավելի ճիշտ 40-10 հատ էլ բուժակ բանանես, հա։ Կամ ինչի հենց դա հասարակ ավելի օրինակ, ասենք, եթե հանկարծ ասենք, չգիտեմ, 2 հատ դռում բնի 44 օրի ժամանակ Աբովյանում այս 300-ները կրակեցին, այս Ավանի ու Մասիվի ժողովուրդը չգիտեր ինչ աներ, ոնց աներ, խի աներ։ Հերիք չի բռնեցին, էդ էլ նկարեցին թրիշկը, ու մի հատ էլ տեղը ցույց տվեցին, թե այս 300-ները որտեղ են դրած։ Հա, դու կարող ես ընդհանրապես որպես ռազմամարզական խնդիր դնել քո առաջ, որ ընդհանրապես քաղաքացիական պաշտպանությամբ զբաղվես կամ լոգիստիկ հարցերով կամ էներգետիկայով։ Տեղեկատվական անվտանգություն։ Դու անպայման չի, որ դու կոչվես ռազմամարզական կազմակերպություն։ Այդ շատ հարաբերական է օրենքի անվանումը։ Դուք ոնց որ հարց ունեիք, հա։ Հա, ես ունեմ, ես ավելի տենց որ ասում եմ հողինքը բացի երևի թե օրինակից եմ ուզում հարցը տալ, ԶՊՄԿ-ում տեղի ունեցած գործադուլը, որը որ ինքը տեղում եք ճգնաժամեր, ու մենք ոնց որ հիմա զուգահեռներ ենք տանում, նույն ճգնաժամը եթե տեղի ունենա 2 հատ արկ պայթի, այդ տարբերակում մենք տեսանք նաև հենց այդ համ սոցիալական բաղադրիչը, համ տեղեկատվական գրոհին ընդհանրապես հասարակության ոչ պատրաստվածությունը, որը որ պատերազմի ժամանակ երևի թե մի 5-10 անգամ ավելի ուժեղ է լինելու, քան այս գրոհներ։ Հիմա եւ ուզում եմ հարցնել էլի այդ կիբերանվտանգության տեսանկյունից մեդիա գրագիտությունը եւ կուզենայի նաեւ սոցիալական բաղադրիչի մասին մի քիչ ավելի բացված խոսենք էլի, եթե կա հիմա այս հնարավորությունը, թե սոցիալական արդարությունը որքանով է հիմնակար։ Տեսեք, ես նշեցի, որ սոցիալական բաղադրիչը բարձր է։ Հենց սոցիալական գործընկերությունը ինքը ինչ համակարգ է, երբ որ գրեթե նույն ձևով գործատուներ, աշխատողներ ու պետությունը պայմանավորվում են, թե աշխատանքային ռեսուրսները ինչպես պետք է բաշխվեն, ինչպես պետք է ծախսվեն, ինչ արդյունք պետք է ցույց տան, չէ՞ որ առանց աշխատող մարդու չկա պետություն։ Աքսիոմա է։ Չես աշխատում, ընդհանրապես ոչ միայն դու չես ապրում, այլ նաև պետությունը չկա։ Հետևաբար արժեք ստեղծող մարդու պաշտպանությունը, ինչպես նաև այդ արժեքին գործ, արժեք տվողին այդ գործ ապահովող, այսինքն որակյալ մասնակետին, ես պարզ օրինակ բերեմ, էլի ավելի պատկերացրեք 44 օրյային մի հատ պրոֆեսոր կար, լազերային ֆիզիկ էր, շատ դուրս մասնակետ էր, ավտոմատը տվել են ձեռ, մցել են խրամատ։ Հիմա ստեղ այդ բանը որ կա, ինչ է, ոնց են ասում դրան, բանը բրոնյան, երբ որ բրոնյա են անում, որ ստեղ նաև այս սոցիալական գործընկերության համակարգում դի արդեն նայեն, արմիություն, գործատու, պետություն,
Թեզ բրոնյայի հարցը ոնց պիտի լուծվի իրականում, որ ասենք չբռնեն այդ պրոֆեսորին տանեն բան առաջիկից։ Ավելի լավ է հետև գործանի։ Մարդ կա, կարող է վերցնես տանես խրամատ պանիկա սարքի, բայց թիկունքում նենց գործանի, որ այդ մի տասնապատիկ ավելի շատ օգուտ տա։ Այս էլ է համակարգի խնդիր, այդ սոցիալական գործընկերության, որովհետև գործատուն է առաջնայի հետ իր աշխատողներին ավելի լավ ճանաչում։ Ու ուստեղ այդ վստահություն արդեն գալիս ենք մյուս բանին, այդ վստահության։ Ստեղ էլ հիմա կասեն, գործատու իր ծանոթին կպահի, իր բարեկամին կպահի, չգիտեմ ինչ կանի, այս վստահությունը սա առողջացման process է։ Եթե մենք չգնանք այս վստահությամբ առողջացման process-ի, նստենք ու մենակ ասենք, որ վատ է, մենակ քննադատենք ու վստահության պակաս բերենք, մենք չենք ունենա այս համակարգը, որովհետև այս համակարգը առաջնահերթ այդ փող վստահության վրա է ձևավորված։ Իսկ փող վստահությունը սոցիալական գործընկերության նաև հիմքերից մեկն է։ Լավ, ես երկու հարց էլ տամ ու երևի ավարտենք, որովհետև մեր ժամանակն էլ է մոտենում ավարտին։ Կուզեի լոգիստիկայի մասին մի քիչ խոսենք, բայց ոչ թե այն առումով, որ թիկունքը առաջնագիծ կապ լոգիստիկան, այլ արտաքին մատակարարումների։ Այսօր ինչ վիճակում է, որովհետև մենք տեսանք, որ դա լուրջ խնդիր էր 44 օրյայի ժամանակ արտաքին մատակարարումները եւ այսօր ինչ ունենք եւ ինչ է կանխատեսվում։ Ես միշտ ասել եմ, որ այդտեղ պարոն Ճաղայրյանի հետ համաձայն եմ, որ նման երկրում ես նաև խորհուրդ կտամ կանչեք, եթե բանը քաղաքավիացիայի մասին ընդհանրապես հարցնեք, մեր լավագույն մասնագետներից է, նման սահմաններ ունեցող պետություններում առաջնահերթ քաղաքավիացիան է պետք զարգացնել, սեփական ավիացիա, ազգային փոխադրող ունենալը, որը որ չենք կարող, մեկը սև ցուցակի պատճառով, մեկը մի հատ սիրուն աղջիկ էին բերել, չունեցանք, էլի, օրինակ, իսկ այսօր Ադրբեջանը քաղաքացիական ավիացիայի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ է մտցրել, որով որ քաղաքացիական ավիացիային օրենքով սահմանված կարգով, որը որ արդեն ենթաօրենսդրական ակտերը, որից բխող արդեն գաղտնազերծված են, թույլտվություն է տալիս ռազմական նշանակության արտադրանք տեղափոխելով։ Այսինքն, եթե մենք այսօր դիցուկ Նախիջևանի վրայով Embraer 100 ենք թողնում, որպեսզի անցնի, մենք արդեն ադրբեջանական օրենքներով չենք կարող ասել, թե դրա մեջ ռազմամթերք է, դրա մեջ, չգիտեմ, զինվորականներ են, թե սորական քաղաքացիական անձիկ եք ու եթե ուշադրություն դարձնեք, ավելի հաճախ են լինում։ Այսինքն առաջնահերթ լոգիստիկայի համար քաղաքացիական ավիացիան է մեր պետք է, ազգային փոխադրողի կարիք ունի այս պետությունը, որպեսզի 51% ակցիաները պետության ձեռքը լինեն ու ավիացիան սկսի զարգանալ։ Սա մեկ։ Երկրորդը միշտ խնդիր է մեր սահմանները փակվելու խնդիր է։ Մասնարարպես ցանկացած պահի կարող է Վրաստանը մի բան չթողնի, ցանկացած պահի կարող է Իրանը չթողնի։ Այս դեպքում սա հրապարակային խոսելու չէ, որ այստեղ ռազմաքաղաքական որոշում է պետք կայացնել, որպեսզի լոգիստիկայի հարցը լուծվի։ Այդ թվում այդ որոշումը կապված է օրենքների փոփոխության հետ։ Օրինակ ռազմաարդյունաբերության մասին օրենքի որոշակի դրույթներ պետք է փոփոխվեն։ Մեր ռազմաարդյունաբերությունը ֆորմալ առումով լրիվ այլ տրամաբանությամբ է պետք կարգավորել ու կառավարել։ Ոչ այն տրամաբանությամբ, որը որ այս տարիների ընթացքում ստացել ենք, հասկանում եք, մեր օրենքները այնպիսին են, որ ամեն ինչ արված է, որպեսզի դու նախ այդ օրենքը չկարողանաս փոխել, որ փորձես փոխել, կընկնես կրակը դրա ձեռքը։ Կամ դի լրիվ այլ կոնցեպտուալ մոտեցում անես, որը որ արդեն ռեսուրսները փորձագետներ կանչես, մենակ այն բանով չգնաս, էլի, որ ասենք քո էնտուզիազմով ասես այս օրենքը փոխեն, մարդկանց փող տաս, ասես ընկեր աշխատեք։ Սա էլ է լոգիստիկայի հարց իրականում, էլի։
այդ փորձագետներին, մասնագետներին գտնելն է լոգիստիկայի հարց։ Այդ մասնագետները այլ լոգիստներ էլ են, որովհետեւ լոգիստիկան անխափան աշխատանք է հասցնում։ Այսինքն դու այս բաժակը բերեցիր, հետևից արդեն մյուս բաժակը պատրաստ է վայրեջ կատարելու կամ մատելու սահմանը, արդեն մյուսը թռնում է։ Հա, օրինակ առաջի կանոններից մեկը։ Այս էլ ռազմաքաղաքական որոշման հարց է, որ ասենք հրապարակային ենթադրում եմ չարժե քննարկել, որովհետև չգիտեմ ինչի հետևանք կարող ունենան այդ քննարկումը։